սով, համաճարակ, պատերազմներ, խառը վիճակ, փլված տնտեսություն առաջին հանրապետության ժամանակ ու հանկարծ մարդիկ որոշում են, որ պետք է թանգարան հիմնադրեն։ Սա հիմնական տեղ ունեցավ արդեն Ղաֆադարյանի օրոք եւ բայց փաստը մնում է փաստ, որ ունենք մինչեւ այսօր էլ ունենք այս կառուցվածքը նույն շենքում 3 թանգարանի գաղափարը, որոնք ի սկզբանե այսպես նույն ազգային թանգարանի, այսպես ասած, ինչ որ գաղափարական աղճատման արդյունքն է։ Եվ միջև այսօր էլ դա բնականաբար ազդում է եւ կարծում եմ ապագայում էլ ազդելու այս բոլոր 3 թանգարանների զարգացման վրա։ Եվ մասնագիտական ոլորտում եւ նաեւ ընդհանուր հանրության շրջանակներում թանգարանը ինձ թվում է մշտապես պետք է ասոցացվի բնական բնօրինակ հավաքածուների հետ։ Եթե այնտեղ չկան հավաքածուները, ինձ թվում է դա կարա դառնա ուրիշ բան, կրթական կենտրոն կամ մեդիա կենտրոն, ինչ ասեք կարող եք անվանել, բայց ոչ թանգարան, էլի, որտեղ թանգարանի առանձնահատկությունը կորում է այսօր։ Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության հյուրն է Դավիթ Պողոսյանը, ով Հայաստանի պատմության թանգարանի տնօրենն է, մանկավարժական գիտությունների տեխնացու, ու Դավիթի հետ շատ հետաքրքիր զրույց ենք ունեցել ընդհանրապես թանգարանների մասին, ինչպես ներկայացնել նյութը, ինչպես կիրառել այն ամենը այն հարուստ ժառանգությունը, որ մենք ունենք մեր թանգարանների պահոցներում, բայց հիմնականում կենտրոնացել ենք իհարկե Հայաստանի պատմության թանգարանի վրա, խոսել ենք թե փորձել ենք հասկանանք ինչպես մի շարք նվիրալների, մտավորականների գաղափարը ի վերջո ծնունդ տվեց մի կարևոր հաստատության, որը այսօրվա մեր Հայաստանի սիմվոլներից մեկն է, Հայաստանի պատմության թանգարանի, որը ծնվեց Հայաստանի առաջին հանրապետության ծանր շրջանում, ապրեց շատ շրջափուլեր, անցավ խորհրդային շրջան, 90-ականների դժվար տարիներ եւ այսօր փառք Աստծո շատ լավ վիճակում է, որովհետեւ ցուցադրություններ է կազմակերպում, միջազգային համագործակցություն ունի եւ մայիսի 16-ին անպայման այցելեք թանգարան, որովհետև մենք ունենք նոր սրահի բացման արարողություն, դա Հայաստանի առաջին հանրապետության նվիրված եւ Հայաստանի պատմության 20-րդ դարի սկզբին նվիրված սրահի բացումն է եւ ընդհանրապես մայիսի 16-ը աշխատեք անցկացնել թանգարաններում, որովհետև այդ օրը թանգարանային գիշերն է։ Անպայման նայեք մեր հաղորդումը, բաժանորդագրվեք բոլոր սոցիալական ցանցերում եւ հետեւեք մեզ եւ սիրեք պատմությունը։ Դավիթ ջան, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալություն, որ այսօր ժամանակ գտար եկար մեր մոտ։ Շատ վաղուց էի ուզում սա կազմակերպեի, որովհետև եթե խոսում ենք պատմության մասին, ուրեմն չպետք է մոռանանք նաև երկրի կենտրոնական եւ գլխավոր թանգարանը, որը վերաբերում է հայոց պատմությանը, եւ կուզենայի ամենասկզբից սկսեի, թե ոնց է հիմնադրվել Հայաստանի պատմության թանգարանը, ճիշտ եմ ասում, Հայաստանի պատմության թանգարան։ Այո։ Ճիշտ եմ ասում վերնագիրը, որտեվ գիտեմ, որ 1919 թվականն է, չէ՞, հիմնադրվել, ու նաև որ ասենք մեր լսողներն է պատկերացնեն ինչու եմ այդ հարցը տալիս, ախոր հեչ թանգարան հիմնադրելու ժամանակ չէր, էլի։ Սով, համաճարակ, պատերազմներ, խառը վիճակ, փլված տնտեսություն առաջին հանրապետության ժամանակ ու հանկարծ մարդիկ որոշում են, որ պետք է թանգարան հիմնադրեն։ Նորի հենց տեղից էլ սկսենք։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սյուն ջան հրավերքի համար եւ այս հնարավորության համար Հայաստանի պատմության թանգարանի մասին խոսելու եւ ընդհանրապես որոշ մանրամասներ, որոնց մասին քիչ է խոսվում ընդհանրապես, որովհետեւ թանգարանը իրոք մեր ազգային մշակույթի պետականության կարևոր սիմվոլներից մեկն է արդեն, բայց եթե հետ գնանք, ճիշտ ես ասում, շատ դժվարին մի ժամանակաշրջանում հիմնվեց եւ երկար ժամանակ նույնիսկ այդ հիմնադրման ժամանակն էլ թաքցվում էր, որովհետեւ խորհրդային տարիներին ընդունված էր, որ ամեն ինչ ստեղծվեց խորհրդային կարգերից հետո։ Եվ այդպես էլ ներկայացվում էր եւ ներկայացվում է հաճախ, որ ամեն ինչ սկսվեց խորհրդային կարգերից։ Իրականում պետք է ասել, որ գաղափարը բավականին երկար ժամանակ էր հասունացել այդ թանգարանի եւ պատահական չէր, որ հենց պետականության ծննդի հետ ինքը ստեղծվեց, որովհետեւ դրանից առաջ էլի կա պատմություն։ Դրանից առաջ
անընդհատ հասունանում էր այս գաղափարը, որ հայրս պետք է ունենանք մեր ազգային թանգարանը, ինչպես այդ ժամանակաշրջանի շատ ժողովուրդներ, որոնք ազգային պետություն էին ստեղծում կամ երազում կամ փափագում, եւ թանգարանը այդ պետականության կարևոր հիմնասյուներից մեկն էր, որը անընդհատ քննարկվում էր մեր հոգևոր ինտելեկտուալ կարելի ասել քաղաքներում հիմնականում կենտրոնացված մեր մտավորականության տարբեր այսպես շրջանակներում առնվազն պետք է ասել դեռ 19-րդ դարի կեսերից թանգարան գաղափարը մեզանում իր լուսավորչական մոդելը, հատկապես հանրային լուսավորչական մոդելը շրջանառության մեջ էր եւ ինքը այդ տիպի թանգարանը պետք է ասենք, որ նաեւ ընդհանրապես քաղաքային մշակույթի ծնունդ է եւ ժամանակի լուսավորական, այսպես գաղափարներով տարված հայ մտավորականության տարբեր շրջանակներ եւս փորձում էին հասկանալ թե ինչպես կարող ենք այս ազգային կարևոր խնդիրը լուծել եւ պատահական չէ որ եւ Արևմտյան Հայաստանում եւ Արևելյան Հայաստանում տարբեր ձևաչափերով թանգարան երևույթը նույնիսկ փորձ արեց իրականացնել մեր իրականության մեջ, որոշ անշուշտ շատ դժվար էր, որովհետեւ չունեինք պետականություն, իսկ ազգային թանգարանը մշտապես ասոցացվում է պետականության հետ եւ անդադ պետականության կարիք ունի, այսպես ասեմ։ Եվ պետք է ասել, որ նույնիսկ արևմտահայերի սահմանադրության մեջ կետ կար, որ բոլոր եկեղեցական հաստատություններից պետք է լինի թանգարան նաև որպես կառույց։ Այո, թանգարանը շեշտվում էր եւ ցավոք շատ տեղերում դա չիրականացավ, բայց այ մեր հոգևոր ամենակարևոր մտավորականներից, հոգևոր դասի ամենակարևոր մտավորականներից մեկը, Խրիմյան Հայրիկը դա իրականացեց Վարագավանքում, որտեղ ի թիվս այլ լուսավորական հաստատությունների նաև ստեղծել էր այսպես կիսաաշխարհիկ թանգարան։ Եվ իրականում դեռ ժամանակի համար մի քիչ շուտ էր սա, բայց Արևմտյան Հայաստանում, այն էլ Վարագավանքում եւ գիտենք նաև տարբեր հոդվածներից, որ նույնիսկ նրա անդիմադիրները հրահարել էին շատ այսպես հետադիմական ուժերի, որ Խրիմյանը կրապաշտական գործունեություն է ծավալում եւ նույնիսկ մի օր ամբողջը փորձում էր այդ քարուքանդ անել այդ թանգարանը եւ նրա կենսագիրը, Մալումյանը ասում է, որ Խրիմյանին մի կերպ հաջողվեց համոզել մարդկանց, որ սա այն չէ, ինչի մասին ձեզ այսպես ասած ներշնչել են, սա զուտ կրթական կարևոր մի խնդիր ունի իր մեջ։ Արևելյան Հայաստանում ավելի շուտ դա նախաձեռնեց մեծ լուսավորիչը Աբովյանը, որը Երևանի գավառական դպրոցինքից ստեղծել էր այսպես հնությունների կաբինետ, այդպես էր կոչվում եւ շատ հետաքրքիր էր, որ առաջին անգամ նաև ընդհանրապես Անդրկովկասում գործ ունենք ոչ թե եկեղեցունից մի թանգարանի հետ, այլ արդեն կրթական առաքելությամբ թանգարանի հետ եւ շատ հետաքրքիր որ այնտեղ հավաքում էին ոչ միայն դասական, այսինքն դասերի հետ կապված նյութ, այլ նույնիսկ ունենք տվյալներ, որ այնտեղ էին հայտնվել օրինակ Գառնի խոյակներից մի քանիսը, որոնք փորձեր արվել տեղափոխել Հայաստանից եւ ինչ-ինչ պատճառներով հայտնվել էր այդտեղ այդ թանգարանում։ Եվ սրանք այսպես դեպքեր էին, առանձին փորձեր էին, որոնք իհարկե կարճ կյանք էին ունենում, դա առավելապես կապված էին առանձին մտավորականների գործունեության հետ, բայց այս ազգային թանգարանի գաղափարը անընդհատ եփվում էր եւ նույնիսկ արդեն որոշակի քննարկումների թեմա էր արդեն 20-րդ դարի սկզբին տարբեր հայաբնակ կենտրոններում հատկապես Թիֆլիսում, որտեղ կենտրոնացած էին շատ հայ մտավորականներ եւ նաեւ արդեն ստեղծվեցին հատուկ թանգարաններ կամ հավաքածուներ, այդպես ասենք, եւ հիմք դրվեցին այ մեր պատմության թանգարանի առաջին այսպես հավաքածուներին, որովհետեւ միջև պատմության թանգարանը նրա հիմնադիր հավաքածուները առանձին թանգարաններով եղել են
եւ ես կարծում եմ կարիք կա նաեւ անդրադարձ կատարել նրանց, էլի, որովհետեւ այ ասեցիք շատ վատ ժամանակներ էր, ինչ թանգարան եւ այլն, բայց պատմությունը ավելի խորքից է գալիս, այսինքն գալիս է մի պահ, երբ որ արդեն հնարավորություն կար իրականացնելու այս գաղափարը եւ այդ հիմնադիր հավաքածուներից մեկը հենց Երվանդ Լալայանի Թիֆլիսում եւ նաեւ իր գործընկերների կողմից ստեղծված ազգագրական ընկերության հավաքածուն էր, որտեղ ոչ միայն ազգագրական նյութեր են, այլ նաեւ հնագիտական իրեր էին, որոնք եւ Լալայանը եւ մյուսները ժամանակի ընթացքում հավաքել էին եւ ավելին ասեմ, այդ ընկերությունում ոչ միայն այսպես մի հավաքածու էր, այլ այնտեղ անդադ կրթամշակութային գործունեություն կար, այնտեղ սեմինարներ էին անցկացնում, այնտեղ տարբեր հետազոտություններ, բանավեճեր եւ այսինքն փորձում էին այսպես հիմքեր դնել թանգարանային գործի։ Մյուս կարևոր այ հիմնակարը Անի հնադարանն է։ Սա եւս շատ ունիկալ մի կարևոր դեր ունի մեր թանգարանային, կյանքի զարգացման համար, որովհետև մի քիչ այսպես ասեցի, որ թանգարանը այսպես քաղաքային, կյանքի երևույթ էր ավելի շատ, բայց Անի դեպքում գործ ունենք մի թանգարանի հետ, որը ստեղծվեց հնավայրում, քաղաքային կյանքից հեռու, բայց քաղաքներում կենտրոնացված գործող մտավորականների կողմից եւ այն մտավորականներ, խոշոր արևելագետներ, Մարի, նրա գործընկերներ այնտեղ Քալանթարն էր, այնտեղ Օրբելին էր եւ նաեւ այլ ազգի մտավորականներ են, ռուսներ, վրացիներ, մի խոսքով նրանք այդ թանգարանը զուտ քաղաքի կենտրոնից, ասենք Թիֆլիս, Բաքու եւ այլն տեղափոխեցին, ասենք Անի հնավայր, որտեղ հետազոտություններ էին անում եւ իհարկե սկզբում փորձեցին տեղափոխել հավաքածուն, որը շատ հետաքրքիր է ժամանակի հայ մտավորականության մոտ այսպես հակազդեցություն առաջացրեց, որ մեր ժառանգությունը տանում են երկրից։ Հատկապես գնում էր դեպի Պետերբուրգ, որտեղ այդ ժամանակ գիտենք, որ ցարական Ռուսաստանն էր եւ կենտրոնները Սանկտ Պետերբուրգն էր եւ այլն։ Եվ ինչն էր հետաքրքիր, այդ ժամանակ կար թանգարան Էջմիածնում, Խրիմյան հայրիկը արդեն Էջմիածնում էր ստեղծել Խրիմյան թանգարանը, բայց այս թանգարանը այդքան մեծ հնարավորություններ չուներ շատ հնություններ կենտրոնացնելու եւ ինքը Մարը ասում է, որ այստեղ թանգարան պետք է ստեղծվի, որպեսզի ես հավաքածուն պետք է պահպանվի իրականում, այս խնդիրն է դնում։ Եվ ինչ է տեղի ունենում, շատ հետաքրքիր մի պահ, որը կուզենայի ընդգծենք, որ արդեն այսպես մի խավ կար, տարբեր քաղաքներում, Թիֆլիսում, Բաքվում եւ այլն, որոնք ուզգում էին այդ պահանջմունքը թանգարան ունենալու եւ Բաքվի հայ համայնքը, տեղի մտավորականների գլխավորությամբ սկսում է հանգանակություն անել, որ Անիում ստեղծվի թանգարան։ Այսինքն Բաքվում հավաքվում է կարծեմ 950 ռուբլի, որ թանգարան ստեղծվի ոչ թե Բաքվում, այլ Անիում։ Եվ այս հանգանակության շնորհիվ գիտենք, որ Անի այսպես ասած հնագիտական հուշարձան կառույցներից մեկը մի փոքր վերափոխվում է եւ այն դառնում է այսպես ասած հնադարան, այդպես էին կոչում հնադարան, որը շատ հետաքրքիր տերմին է եւ հետագայում իհարկե դուրս եկավ, բայց կարծում եմ ավելի այսպես հետաքրքիր սիմվոլիկ բան ուներ իր մեջ, քիչ հետո մի քիչ երևի կխոսեմ դրա մասին, որ մեր մոտ մի քիչ ուրիշ տերմին ստացվեց թանգարանը, քան օրինակ եվրոպական այդ ազդեցությամբ էր ստեղծվել դա, բայց այնտեղ ավելի շատ մուզեում եւ այլն, այս տերմիններ, մուսաների հետ կապված տերմիններ։ Բայց մեր մոտ այ հնադարան, հետո թանգարան, եւ թանգարանը ավելի հաղթեց հետագայում, մտավ մասնագիտական գրականության մեջ։ Իհարկե բառը նոր չէր ստեղծվել։ Եվ հիմնադիր հավաքածուներից մեկը պատմության թանգարանի ստեղծվեց նաեւ քաղաքից դուրս հնավայրում
եւ արժեքավոր մի հավաքածու, որը կապված էր հնավայրի հետ, գիտենք, որ նաեւ երկար պեղումներ էին այնտեղ իրականացնում, նույնիսկ գաղափար կար, որ ամբողջ անին դառնար այսպես կոչված մառի տերմիներով ասած հնախոսության ինստիտուտ, որ այսօրվա տերմինով կարող ենք ասել, որ մեծ հնավայր թանգարան կամ արգելոց թանգարան, հա, այս գաղափարն էր նույնիսկ շրջանառվում ցավոք թուրքական հարձակումների հետևանքով հիմնականում Քալանթարը կարողացավ փրկել հավաքածուների մի մասը, իհարկե փորձեր եղան նաև հենց Մարի, մյուսների կողմից, բայց ունենք հիմնական այն հավաքածուն, այսօր պատմության թանգարան, որը հենց Քալանթարի անմիջական նախաձեռնությամբ փրկվեց եւ դարձավ, հա, մեր պատմության թանգարանի հիմքերից մեկը։ Իմիջիայլոց շատ հետաքրքիր մի էպիզոդ կա այս թանգարանի մասին։ Երբ որ այնտեղ թանգարանը հիմնվել էր եւ մեծ ժողովրդականություն էր վայելում, որովհետեւ ամեն տարի այնտեղ պեղումներ էին, այցելություններ էին, նույնիսկ կաթողիկոսներ այցնում այս թանգարաններ, 3 թանգարան ստեղծվեց իմիջիայլոց այդ հնավայրում։ Հնչում էր հետաքրքիր քննադատություն նաև թերթերում, հա, նաև ծածկանունների ձևով քննադատում էին Մարին, որ ինչու ենք այսքան մենք միջոցներ դնում ավերակների մեջ, հա, թանգարան ստեղծելու, այլ պետք է մտածենք քաղաքային, հա, կենտրոններում ազգային թանգարան ունենալու գաղափարի հետ, հա, դրա վրա դնել, որը ժամանակի այսպես բոլոր եվրոպական կենտրոնները, քաղաքները ունեին եւ հայերս եւս պետք է ունենային, բայց ոչինչ չէր արվում, առաջարկվում էին տարբեր քաղաքներ այս առումով եւ Էջմիածինը նաեւ բնականաբար սրանի պատասխան շատ հետաքրքիր մի բան է գրում Քալանթարի պատասխան գրում է նաեւ քանի որ Մարին էին քննադատում, ինքը գրում է, որ սա ավերակների մեջ ամենևին մի բան չի, որ հավաքում ենք եւ սիրողական մի բան չի, այլ շատ կարեւոր եւ չտեսնված մի բան է, նախագիծ է, որը շատ ավելի առաջ է նայում եւ այն ունի հենց թանգարանային գործունեության բոլոր ատրիբուտները եւ ավելի նպատակային է, հա, այս առումով, որովհետեւ մարդիկ հնարավորություն ունեն հենց տեղում ծանոթանալու ժառանգությանը։ Սա մի գաղափար է իրականում, որ հետո հասունացավ։ Հիմա աշխարհում շատ նորմալ է այդ ինստիտու հավաքածուներ եւ ավելի մեծ նախապատվություն է տրվում դրան, հա, որ հավաքածուն երբ որ տեղափոխում ես իր բնական միջավայրից, բավականին կոնտեքստ, հա, կտրվում է եւ դժվարանում է։ Բայց անի այդ արշավախումբը արդեն ուներ այդ, հա, տեսլական, այսպես ասենք, կամ vision ուներ, որ ապագայում այսպիսի թանգարանները շատ կարևոր են լինելու եւ իրոք իրենք անում էին ապագայի գործ, որովհետեւ թվում էր թե հնադարան էր, իրենք գիտնականներ էին, այնտեղ հավաքվում էին, ուսումնասիրում էին, դասավորում էին, հա, այդ դարաններում կամ պահարաններում, հատուկ սկզբունքներով ընդունված հնագիտության, բայց օրինակ հիմա մենք ունենք նաեւ այդ նույն թանգարանի հրատարակած բացիկները, ասենք, ունենք կատալոգները, այսինքն իրենք այս հանրահռչակումը չէին անտեսում, հա, այսինքն հուշարձանների, այդ հայտնի Գայքի արձանը, որը գտնվել էր դրա պատկերներով, բացիկներ էին թողարկում, վրան անի հնադարան, հա, գրված, եւ հիմա ոչ միայն մեր թանգարան, տարբեր թանգարաններում կարող ենք տեսնել այդ հիմնականում վրույժների արած, հա, լուսանկարներով այդ բացիկները։ Այսինքն իրանք այդ եվրոպական մոդելի թանգարանը նաև ավելի մի երկու քայլ առաջ էին տարել, թեև էլի այն գաղափարը կար, որ պետք է մեր հայաշատ կենտրոններից մեկին ունենանք ազգային թանգարան։ Այսինքն դա բանն է, էլի, այսինքն հիմքն է պատմության թանգարանի։ Այո, հիմքերից մեկը, հավաքածուներից մեկը։ Ես մի քիչ երկար եկա երևի փոխարցին, բայց քիչ եմ գալիս, որպեսզի բացատրեմ, թե ինչու հենց այդ պահին ստեղծվեց, էլի, Հայաստանի պատմության թանգարանը, եւ հիմնադիր հավաքածուներից մեկը այս ստեղծվեց Նոր Նախիջևանում։ Այդ է ուզում ասեի մոտ կար նշված։ Որ էլի հայաշատ հատված էր, այնտեղ էլի մտավորականներն էին, Սարյանն էր, Շահազիզը հատկապես, հա, որոնք բավականին հետաքրքիր մի հավաքածու էին, հա, ստեղծել, հավաքել եւ անշուշտ բոլորը էլի տարված էին, որ մենք պետք է ունենանք մեր ազգային ընդհանուր մի ժառանգության կենտրոնը կամ սիմվոլը, ինչպես աշխարհի շատ ժողովուրդներ այդ շրջանում, չմոռանանք, որ այդ
ազգային պետությունների ազգաստեղծման կարևոր բաներից մեկն էր թանգարանը։ Զարթոնքի ժամանակն էր եւ հայերս հեռու չենք Եվրոպայից, տարված ենք այդ գաղափարներով եւ պատկերացրեք այնպես է ստացվում, որ արդեն 1919-ին ունենք անկախ պետականություն եւ այս հավաքածուները արդեն մնացել են տարբեր հայաշատ քաղաքներում, որոնք արդեն այլ երկրների կազմում են, հատկապես օրինակ Թիֆլիսի հայկական հավաքածուները հայտնվել էին արդեն Վրաստանում։ Ժամանակին դա Վրաստանը չէր, դա Անդրկովկասի կենտրոնն էր Թիֆլիսը եւ տարբեր ազգությունների եւ այսպես ասած Անդրկովկա այդպես էր դիտարկվում եւ հայերը նույնիսկ համարում էին իրենց, մյուսները իրենցն էին համարում եւ այլն։ Եվ հանկարծ փոխվում է իրավիճակը եւ հանկարծ հայերը հասկանում են, որ վտանգ է սպառնում այս հավաքածուներին, այն ինչ որ փայփայել են, որ մի օր կդառնա ազգային այսպես ժառանգության կենտրոն, մնացել է ներկայիս հայկական պետականության սահմաններից դուրս։ Եվ բնականաբար նաեւ այդ գիտենք այդ շրջանի քաղաքական այդ դժվարին իրավիճակներ, անընդհատ պատերազմներ, անընդհատ կորուստներ եւ այլն եւ մենք 1919-ին արդեն ունենք պետականություն եւ պետականությունն էլ ավելի մեծ ապագա արդեն ունի, որովհետեւ Սևրի պայմաններ ավելի մեծ Հայաստան եւ այլն բնականաբար մեր մտավորականների համար ստեղծվել էր շատ կարևոր մի պահ այս հասունացած գաղափարը առաջ մղելու եւ առաջ էին մղում մեր պետական այրերին արդեն առաջարկելով, որ եկեք այդ հավաքածուները հավաքենք հենց Երևանում, որովհետեւ հենց գաղափարն էր, որ աշխարհի հայության կենտրոնը պետք է դառնար Երևանը, մայրաքաղաքը եւ բոլորը պետք է հավաքեին, կառուցվեին այդ քաղաքը եւ դարձնեին մեր Հայաստանի կենտրոնը, պետականության կենտրոնը եւ նույնը պետք է տեղի ունենա նաեւ այն ժառանգության հետ, որի մի մասը իմիջիայլոց հենց այդ ներկա հանրապետության տարածքից էր հայտնվել օրինակ Թիֆլիսում։ Ինքը Լարայանը, Սևանի ավազանում եւ այլն տեղումներ էր անում եւ այլն եւ մենք ունենք նույնիսկ լուսանկարները, որ այդ նույն հավաքածուները ոնց էր այդ նույն Թիֆլիսի կաբինետում եւ հիմա արդեն մեզ մոտ է եւ երբ որ հարց են բարձրացնում մեր պետական այրերն էլ այսպես շատ ընթառաջ են գնում ստիմում են վրացական իշխանություններին այո տվեք այս հավաքածուները մենք արդեն ուզում ենք ստեղծել այստեղ ազգային թանգարան եւ 1919 թվականին նաեւ գործնական քայլերի են գնում պարլամենտի որոշմամբ դա սեպտեմբերի 9-ի որոշումն է 1919-09-09 այս հետաքրքիր թվով ստեղծվում է այսպես կոչված ազգաբանական մարդաբանական թանգարան գրադարան անվանումով կառույցը, որը տեղակայվում է Արական գիմնազիայի շենքում, դա այն շենքն է, որը ներկայիս թանգարանի մեջ է եւ հիմա իհարկե այդ հատվածներում ավելի շատ ֆիլհարմոնիկն է, համերգասրահն է գործում եւ այստեղ էլ նախանշվում է, որ հենց Լալայանը, որ ակտիվ այսպես այդ հարցը բարձրացնողներ, նաեւ Սմբատ Ավետիսյանն էր, մյուս մտավորականներն էին իհարկե բարձրացնում, հատկապես այնտեղ հարց էր բարձրացում Կովկասյան թանգարանի, որտեղ կար հայկական հավաքածուներ, դրա հետ կապված, որովհետեւ այնտեղ վրացական իշխանությունները ազգայնացնում էին եւ շատ բան հայտնի չէր, թե այդ հավաքածուների ճակատագիրը ինչ է լինելու եւ նույնիսկ զրկել էին այնտեղի հայ, մեր այսպես պահապանի հաստիքը հանել էին, արդեն չկար հայ մասնագետ, որովհետեւ ինքը Կովկասյան թանգարան տարբեր ազգությունների նաեւ այսպես թանգարանն էր Կովկասում եւ բոլորը կարծեք իրենց ներկայացուցիչ ունեին այդտեղ իրենց հավաքածուների հետ կապված, իսկ այնտեղ շատ արժեքավոր նյութեր էր հավաքվել։ Եվ այս մտահոգությունների եւ նաեւ այդ պետական քաղաքականության, որ պետք է նաեւ այս քաղաքում, մայրաքաղաքում հավաքվի եւ նաեւ ոչ միայն մտավորականություն, այլ նրանց տարիների ընթացքում ստեղծված կապիտալը բերեց նրան այս գաղափարին, որ պետք է Երևանում ունենանք այսպիսի ազգային թանգարան։ Եվ ոչ միայն, թվում է թե միայն որոշումը կայացրեց, սա մի հարց է, որ կուզենայի մի քիչ խոսել սրա շուրջ, որովհետև տարիներ շարունակ բոլոր հոդվածներում շրջանառում է այն գաղափարը, որ առաջին հանրապետությունը
նախ ինչ որ մի բան ընդհանրապես չկար այս գաղափարը, որ առաջին հանրապետության ժամանակ ստեղծվեց թանգարան, ավելի շատ ասում էին, որ 21 թվականին բացվեց, երբ որ խորհրդային կարգերը հաստատվեցին եւ այլն։ 1990-ական թվականներին թանգարանի գիտաշխատողներից Արաքսիա Սիմոնյանը արխիվում գտել էր այս փաստաթուղթը եւ նաեւ վեր հանեց, հրատարակվեց ինչ որ ձևով, նոր իրականում պարզվեց թանգարանի հիմնադրումը, որտեղ երկար ժամանակ դա էլ պարզ չէր հիմնադրում, բայց ամեն դեպքում նաեւ այլ են գաղափարներ, որ պարլամենտը ընդհանրապես հրապարակեց, բայց ոչինչ տեղի չունեցավ։ Իրականում պետք է ասենք, որ տեղի է ունեցել հենց այդ նույն շենքում մենք չգիտենք ինչքան կարողացավ Լալայանը այդ դժվարին վիճակում նյութեր բերել Թիֆլիսից, բայց կար ինչ որ մի հավաքածու, դա պարզ է, եւ առաջին հանրապետությունը այդ դժվարին իրավիճակում նույնիսկ գնեց հայ նկարիչների գործեր եւ կազմակերպեց ցուցահանդես նույն շենքում, որը պետք է դառնար ազգային թանգարանի հիմնադիր հավաքածուներից մեկը։ Սա կրկին անտեսում էր երկար ժամանակ, միշտ առաջին պլան էր բերվում, որ խորհրդային տարիներին իրականացվեց նման բան, բայց առաջին հանրապետությունը արդեն արել էր դա եւ դա փաստ է, արդեն նաեւ հրատարակված է եւ կարծեմ այս վերջերս այ Արարատի համարներից մեկում ես հանդիպեցի նույնիսկ մի հոդված, թե ինչպես է մեկ այցելել այդ ցուցահանդես, իր տպավորություններն էր կիսվում այդ դժվարին ժամանակներում, որ այդ շենքում ցուցահանդես էր կազմակերպվել։ Այսինքն առաջին հանրապետությունը իր հնարավորությունների սահմաններում հիմքը դրեց այն գործունեության, որը կարելի ասել անշեղորեն շարունակվեց խորհրդային տարիներին։ Մի բան, որ մենք պետքա շատ կարևոր է որ ֆիքսենք, որ այս դժվարին ժամանակները իհարկե բարդ էր, բայց նաև մեր վերածննդի ժամանակներն էր, որովհետև ոչ միայն թանգարանը, գիտենք, համալսարան, գրադարան, այսինքն մարդիկ հասկանում են, որ իրենք դնելու են այս երկար երազանքների արդեն գործնական հիմքերը։ Քիչ ավելի ուշ Լալայանը մի մոտանավոր գրում է, արդեն մահվանից մի քանի ամիս առաջ եւ ինքը այնտեղ ակնարկում է, իհարկե շատ բան չէր կարող գրել խորհրդային տարիներին, որտեղ այդ ազգայնական եւ այլն այդ պիտակ արագ կպցնում մարդուն։ Իհարկե նրան էլ էին բնականաբան նեղում ինչ որ ձևով, որովհետեւ կապեր ունեցել է ամբողջ ազգային, աների հետ եւ ոտանավորում մի ակնարկ կա, որ թվում է թե ինձ կմոռանան, ես մեջբերում չեմ անում, բայց ասում եմ ազգային թանգարանը կդառնա ինձ համար հուշարձան։ Այսինքն իրանք հասկանում են, որ այդ քարը դնում էին եւ այդ քարը տալու է իր արդյունքը, չի վերջանալու ամենից, ինչպես օրինակ այլ նմանատիպ նախաձեռնություններ։ Եվ այս էնտուզիազմներ եւ այս մտավորականության դարավոր ձգտումներ, որ եկավ եւ խաչվեց պետականության ստեղծման գաղափարի հետ, որը շատ անշուշտ շատ դժվարություններ հաղթահարելու պոտենցիալ ունի, էլի մենք շատ տենց իրավիճակներ ունեցել ենք նաև այս հանրապետության, մեր ընթացքում, երբ որ եղել է այդ ազգային էնտուզիազմը, ցանկացած դժվարություն հաղթահարվել է, որովհետև մարդիկ հասկացել են, թե ինչ են անում եւ դա ինչ արդյունք է ունենալու հետագայում, նույնիսկ եթե իրենք չլինեն։ Հա, շատ կարևոր բան ես ասում, մի քիչ իհարկե բանը, կենցաղ կարող կենցաղացնենք վերամ այսօրվա օր, բայց շատ կարևոր է այդ նպատակադրումը ինչի համար են իրենք անում։ Եվ մի բան էլ ասեմ, Սենջան, շարունակենք, որ քո հարցին ավելի ամբողջական պատասխանեմ։ Այս հիմնադիր հավաքածուները հետո եկան եւ մեկտեղվեցին, այսինքն այն գաղափարները, որ տարբեր տեղեր դրվում էին, դրանք եկան։ Լալայանը հետո հատկապես խորհրդային տարիներին ավելի բարենպաստ պայմաններով կարողացավ Թիֆլիսից իր հավաքածուն բերել, որոշ նմուշներ նաև Քալանթարի եւ այլ միջոցով նաև նույն Կովկասյան թանգարանից եկան, հատկապես այդ Առաքելոց վանքի դուռը, որը մեծ դժվարությամբ կարողացել էին փրկել։ Անի հավաքածուն Քալանթար երկար ժամանակ փրկել էր, պահում էր Սանայինի վանքում։ 1926 թվականին այդ հավաքածուն եկավ միացավ եւ
Նախիջևանի հավաքածուն, հատկապես Սարյանի ակտիվ նախաձեռնությամբ Շահազիզը բերեց, միացրեց խորհրդային կառավարությունը էլ շարունակեց այս գեղանկարչական ցուցահանդեսների գաղափարը եւ գեղանկարների հավաքածուն սկսեց համալրվել Էլ չեմ ասում, գիտեք, այդ շրջանում խորհրդային միությունը սկսեց նաև ազգայնացնել հոգևոր կառույցները։ Եվ այդ Էջմիածնում Խրիմյանը եւ մնացածի դրած այդ էլի գաղափարները ինչ որ ձև հավաքածուների ձևով եկան միացան Հայաստանի պատմության թանգարան, այսինքն այն գաղափարը, որ հետո հատկապես խորհրդային տարիներին էր շատ շրջան արվում, որ բոլորս արդեն ունենք մեր մայրաքաղաքը, պետք է հավաքվենք, զարգացնենք, կառուցենք եւ այլն, նույն այս բանը ունենք թանգարանային, ոլորտում եւ հանձինս այս ազգային թանգարանի, որ բոլորը հավաքվեցին եւ բերեցին նաեւ իրենց հավաքածուները, որ ունենանք, մենք հայերս էլ ունենանք ազգային թանգարան եւ շատ կարեւոր է, որ ազգային թանգարան, այս գաղափարն էր դրվում, National Museum-ի գաղափարն էր դրվում, որը հետագայում իհարկե մի քիչ այսպես խեղաթյուրվեց, ասեմ, կամ փոփոխվեց, ինչը իրականում իր հետևանքներն էլ թողեց մինչեւ այսօր։ Մանրամասնես։ Հա, այդ մանրամասնելու համար ավելի շատ գալիս ենք մի ուրիշ շրջան, խորհրդային շրջան, դա հատկապես 1930-ականների շրջանն է, երբ որ փոխվեց բավականին բաներ, այսինքն այն 20-ականների այն իներցիայով եկող process-ները, որոնք տեսանք, որ հիմքերը դրվել էին միջև խորհրդային կարգերը, գիտենք, որ 30-ականներում հայտնվում են այսպես ռեպրեսիվ քաղաքականության կոնտեքստում եւ բնականաբար փոխվում են 20-ական 28 արդեն Լալայանը չկար, այդ 30-ականներին արդեն չկար, այստեղ անընդհատ սկսեց շրջանառվել մի գաղափար, որ թանգարանը արդեն պետք է այնքան են բաժինները թանգարանի այսպես հարստացել եւ այլն, որ կարող են անկախանալ։ Հա, բաժանվեն տարբեր այլ թանգարանների։ Իհարկե, սա ես կարծում եմ, երկար ժամանակ այդպես է մեկնաբանվել մասնագիտական գրականության մեջ, բայց ես կարծում եմ, որ սա հենց ուղիղ այդ ռեպրեսիվ քաղաքականության հարվածն էր ազգային թանգարանի գաղափարին, որովհետեւ ինչպես տեսակ սկզբից ուրիշ անուն էր, առաջին հանրապետության ազգագրական մարտաբանական թանգարան գրադարան։ Հա, հետո երբ որ խորհրդային կարգեր հաստատվեցին, Լալայանը մի կարճ ժամանակ առիթից օգտվելով, քանի որ մի քիչ դեռ թանգարանի մասին չկար բաներ, հենց թանգարանը կոչվում էր ազգային թանգարան, հենց այդպես էլ հրավիրատոմսերում գրել է ազգային թանգարան, մինչև 22 թիվը։ Իհարկե 22 թվականի աշնանը արագ արձագանք եղավ այս բանին, որտեվ ոնց կար ազգային թանգարան խորհրդային, կարգերի ժամանակ եւ անունը փոխեցին պետական կենտրոնական թանգարան, այսպես էին կոչում։ Հետո դա էլ փոխվեց, վերջին անուն այսպես էր 30 միջև բաժանվելը կուլտուր պատմական թանգարան էր դրվել անունը, որը բնականաբար էլի այսպես շատ բևեռներ կային արդեն այդ ժամանակ թանգարանի նույնիսկ ներսում, որը կարծում եմ հենց այդ ռեպրեսիվ քաղաքականության արդյունքում նաև օգտագործվեց, տարբեր այսպես հոսանքներ կրող մտավորականներ կային, որոնք ամեն մեկը տարբեր այսպես մի քիչ այսպես ոչ թե վատ կողմով ասեմ ուներ իր մասնագիտական ամբիցիաները, հատկապես օրինակ այնտեղ կար Դրամպյանը, այնտեղ կար Լիսիցյանը եւ այլն, նրանք մարդիկ էին, որոնք իրանց այսպես ավելի շատ պրոֆիլային մասնագիտական ամբիցիաներն էին ավելի շատ փորձում առաջ տանել եւ պետության այդ ժամանակ փորձեց նաեւ այս ազգային թանգարանի գաղափարը ինչ որ ձևով թույլատրել եւ առաջին իսկ բանով 35 թվականին բնականաբար բաժանեցին 3 մասի նույն շենքում եւ շատ այսպես մի հատ տարօրինակ իրավիճակ էր այդ ժամանակի արխիվային փաստաթղթերում երբ որ նայում ենք ականատեսները ասում են որ բաժանել էր այդ տարբեր յունիտներ էր ստեղծել նույն շենքում նույնավորներ էր ստեղծել բայց փաստորեն այդ նույն թանգարանն էր, նույն բաժիններն էր, նույնիսկ ասում այցելուները, որ գնում էին ցուցասրահով, այնքան տեղ չկար, դե ժամանակ չմոռանանք, որ դեռևս այդ
նախկին արական գիմնազիայի շենքն էր, որը մի քիչ կիսատ էր, եւ ավելին այնտեղ ուրիշ կառույցներ էին գործում եւ նաեւ Խորհրդային Միությունը դա վերածել էր կուլտուրայի տան, այդպես էր կոչում, այնտեղ եւ համերգային եւ մշակութային այլ բաներ էին գործում եւ տարածքը շատ քիչ էր։ Եվ ասում եմ, երբ որ մտնում էր մի բաժնի հատվածը, մի թանգարանի հատվածը, հանկարծ կտեսներ աշխատակցի սեղանը, որտեղ նստած գրում էր, եւ այդ աշխատանքի սեղանը հենց որ անցնում էր, հայտնում էր ուրիշ թանգարանում։ Այսինքն այսպեսի իրավիճակ էր ստեղծվել եւ իհարկե դա իր ազդեցություն ունեցավ բոլոր թանգարանների հետ կապված։ Գիտենք, որ այդտեղ մտավորականների հանդեպ ռեպրեսիա կար, ակսորվեց նաեւ արդեն անջատված, պատմության թանգարանի ժամանակվա ղեկավարը Հակոբ Զորյանը, որը հազորը, այսպես էին կոչում, որը գիտենք, որ Նեմեսիսի ակտիվ գործիչներից էր եղել, բայց այստեղ թանգարանում փորձում էր նաև շատ կարևոր գործ անել եւ առաջին անի սրահի միջայլոց բացվեց իր ժամանակ, Այդ երեք մասի, որ բաժանեցին, շատ հետաքրքիր է, որ հատկապես այդ ազգային կողմ ունեցող թանգարանները հատկապես տուժեցին, օրինակ ակսորվեց հենց այս պատմության թանգարանի տնօրենը եւ այդ երեք մասերը նույն կարգավիճակն էլ չունեին։ Օրինակ, եթե այս գեղարվեստական բաժինը, որը պատկերասրահ անվանումը ստացավ, ինքը դարձավ այսպես կուլտուր լուսավորական հիմնարկի մակարդակի կառույց, այսինքն նախարարությանը ենթակա կառույց։ Այն երկուսը, գրականության եւ պատմական, այսպես թողնվեցին որպես բազա պատմության ինստիտուտի եւ գրականության ինստիտուտի համար, որպես հետազոտության բազա, թեև պահպանելով իրենց տնօրինությունը։ Այսինքն անցան ակադեմիական հատված իրենք, որպես այսպես ավելի շատ, ոնց ասեմ, հումքային, կառույցներ մյուս այդ գիտությունների համար։ Իհարկե սա կոտրվեց անհատների շնորհիվ, գիտենք, որ այս շրջանում հատկապես 40-ականներից մեծ դեր սկսեց խաղալ Կարո Ղաֆադարյանը եւ մեծ ծավալի պեղումներ սկսվեցին Հայաստանի տարածքով եւ նաեւ չէր կարելի անտեսել, որ Հայաստանը հենց խոշոր հնագիտական, նաեւ ժառանգություն ունեցող երկիր դարձավ այդ ընթացքում եւ բնականաբար թանգարանի դերը բարձրացավ այստեղ, որովհետեւ տեսեք թանգարանը ուներ բաժիններ, որոնք ամենահինն էին եւ այնտեղ էր զարգանում այս գիտությունները, հնագիտությունը, ազգագրությունը, հետո նոր ստեղծվեցին այդ ինստիտուտները։ Եվ այստեղ էր, որ նաեւ դրա հետ կապված այդ պեղումների եւ գիտելիքի շրջանառության կարեւոր մասը կար։ Ինքը Ղաֆադարյանը այս ջանք ունեցավ, 24 տարի եղավ տնօրեն, ինքը միցե 64 թվական ամենաերկար տնօրենն է եղել պատմության թանգարանի, որ այդ ժամանակ կոչվում էր Հայաստանի պատմության պետական թանգարան, ամբողջ այդ շրջանում այդպես էլ շարունակվեց։ Ինքը կարողացավ այս շրջանի այդ ռեպրեսիվ շրջանի հատվածը մի փոքր այսպես կոտրել եւ կազմակերպեց թանգարանի մշտական ցուցադրության ամբողջ հատվածը, որտեղ միջի այդ չկար նաեւ ամբողջական, նոր էր հավաքվում այս ամբողջ պատմությունը, որտեվ պետք է ասենք, որ գիտական ցուցադրություն անելը այդքան հեշտ չէր, այսպես ապրիորի հավաքված հավաքածուների շնորհիվ ժամանակ էր պետք, որ սիստեմատիկ պեղումների, ազգագրական, այսպես դաշտային աշխատանքների, տարբեր գիտական process-ների արդյունքում ստեղծվեր այսպես ամբողջ քրոնոլոգիական մի ցուցադրություն, որտեղ մարդ կարող էր ամենահին շրջանից տեսնել պատմությունը մինչև այդ խորհրդային տարիները։ Սա հիմնական տեղ ունեցավ արդեն Ղաֆադարյանի օրոք բայց փաստը մնում է փաստ, որ ունենք մինչև այսօր էլ ունենք այս կառուցվածքը նույն շենքում 3 թանգարանի գաղափարը, որոնք ի սկզբանե այսպես նույն ազգային թանգարանի, այսպես ասած, ինչ որ գաղափարական աղճատման արդյունքն է։ Եվ միջև այսօր էլ դա բնականաբար ազդում է եւ կարծում եմ ապագայում էլ ազդելու այս բոլոր 3 թանգարանների զարգացման վրա։
Հա, շնորհակալություն, շատ հետաքրքիր ակնարկեն, շատ հարցեր ման արեցինք, նոր ծածկեցինք իրականում, որ էսի մոտ նշել էի։ Մի քիչ երկար պատասխանեցի։ Շատ լավ էր։ Շատ լավ էր ու նաև շատ կարևոր է իհարկե մարդկանց եւ անհատների գնահատումը էլ էս պարագայում, նույն Երվանդ Լալայանի անունը, որը ցավոք սրտի մեր հասարակությունում մոռացված անուն է, էլի, այսինքն մենք չենք անդրադառնում իրեն, բայց մարդեր ով այդ ամբողջ տեսլական այդ մտավորականների գաղափարները բերեց եւ առարկայացրեց։ Շատ դեպքերում ես դա եմ ուզում ասեի, որ շատ դեպքերում մեր ցանկությունները մնում են ցանկություն, որ մենք չենք ունենում քաջություն դրան ռեալ իրականացնելու համար եւ երկրորդ բանը, որ էլի դու շատ լավ նշեցիր, որ մի բան որ անում ես, պետք է անցկանաս ինչի համար ես անում։ Ցավոք սրտի մեր այսօրվա նաեւ իրականության մեջ մենք շատ բաներ ենք տեսնում, որ կարող են ինքնանպատակ արվում են, որովհետեւ արվում են, բայց այս մարդիկ ովքեր դնում են եւ ինքը Լալայանը այդ հիմքը դնելը շատ կարեւոր է, երբ որ դու գիտես ուր ես գնում եւ քո տեսլականը չի սահմանափակվում այսօրվա եւ վաղվա բանով, էլի։ Նենց որ ես Լալայանի մասին հա կուզենայի որ բոլորը անպայման հիշեին եւ եւս մենք անգամ շեշտեինք։ Ես ավելին ասեմ կներես ընդհատելու համար Սվեն ջան, ինքը նաեւ գրել է այդ մասին, կարող ամբողջական չցիտեմ իրեն, բայց ասում է որ մենք հիմա քարն ենք դնում։ Հա։ Այսինքն իրենք գիտեն որ չեն կարողանալու իրականացնել այդ ամբողջ հա ծավալի մեծ աշխատանքը, բայց կարևորը գիտեն որ այդ քարը դնում են, որը զարգանալու է եւ տալու է իր արդյունքը եւ այսօր Փառք Աստծո մենք ինչ որ չափով տեսնում ենք արդեն դրա այդ արդյունքը։ Հա, մենք խոսեցինք այդ հիմնական այդ հավաքածուների մասին, անի հնադարանի մասին, չմիացնի կամ վաղաշապատի այդ նյութերի նոր Նախիջևանի արխիվի կամ, չգիտեմ, թանգարանի Կովկասի հայկական ազգագրական ընկերության նյութերի հետ կապված, այդ ամբողջ եկավ ամփոփվեց, բայց ես կուզենայի մի հատ այսօրվա օր գանք, հասկանանք հիմա ինչ վիճակ է եւ այդ ամբողջ ընթացքում փաստացի գնացել է հարստացում, եղել են նյութեր, հավաքածուներ են նվիրաբերվել, չէ՞, ճիշտ եմ պատկերացնում, հնագիտական նյութերով է առանձնացել։ Հիմա ինչ տեսք ունի թանգարանը, ինչ ստորաբաժանումների է բաժանում, ինչ ֆոնդային միավոր բան նյութ քանակի մասին ենք մենք խոսում։ Կուզենայի մի հատ գայինք այսօրվա օրը ներկայացնենք, էլի։ Շատ բարի, եւ շատ միշտ թանգարանում էլ գիտեք, այս բանը կա հաճախ չի ստացվում անցյալին չնայել, որովհետեւ դա թանգարանում միշտ անցյալը այս ակտուալ ներկայի զուգահեռ գնում է, որովհետեւ ինքը նաև թանգարանները թվում է թե այսպես пассив պահպանող ինստիտուտներ են, բայց այնտեղ հզոր մի ավանդույթ է ապրում, հա, մարդիկ ովքեր երկար են մտնում դրա մեջ, գիտեն որ դառնում են այդ ավանդույթի մի մասը եւ ինչ էլ որ ուզենաս նորարարություն անես թանգարանում, պետք է դու հաշվի առնես այդ ավանդույթը։ Այս առումով տեսեք թանգարանը հիմնվեց ազգային թանգարանի երկու բաժինների հիմա վրա, հնագիտության եւ ազգագրության։ Մյուս երկու բաժինները դարձան առանձին թանգարաններ եւ ժամանակի ընթացքում նաեւ այսպես տարանջատվեցին այլ բաժիններ, հատկապես դրամագիտական հատվածը եւ հետո նորագույն պատմության հատվածը նաև թանգարանագիտական բաժիններ ստեղծեց, հատկապես Ղաֆադարյանը, որ շատ էր կարևորում թանգարանագիտությունը, պետք է ասենք, որ հենց այդ սովետական իհարկե թանգարանագիտության սկզբունքները նա ներմուծեց հատկապես մեր իրականություն եւ սկսած միջև նաև պատմության թանգարան նա մի քանի փորձ արել էր նաև այս ուղղությամբ փորձել էր հուշարձանների ներսում այդ անի ավանդույթը սովետական թանգարանագիտության սկզբունքներով լուծել, օրինակ նույն Ռիփսիմեի վանքում ստեղծել էր թանգարան հասարակական ֆորմացիաներով, մի քիչ հիմա դժվար է պատկերացնել, բայց մենք լուսանկարները ունենք իրականում, այդ թե ինչպիսին էր այդտեղ 30-ական թվականներին, ավելին ասեմ, այնտեղ նույնիսկ սոցթերթիկներով հարցումներ էին արել կոլեկտիվների այցերից, թե ով ինչ տպավորություն ստացավ, այսինքն գիտենք, որ սովետական միությունը նաև այս թանգարանի միջոցով էր տեսնում այս հոգևոր մնացած կառույցների արդիականացումը, ասեմ, ակտուալացումը այդ շրջանում եւ
մեթոդիկա են զարգացնում, թե ինչպես դա դառնա հասանելի հանրությանը եւ նաեւ իրենց ուզած ձևով հասանելի, բարձր որովհետեւ ինչ էլ անեն, պետքա վերջում փառաբանվեր սովետն ու այդ ժամանակաշրջանը։ Այս առումով Ղաֆադարյանը փորձեց բերել այս բոլոր բաժինները եւ դրանք հետագայում զարգացան եւ պահպանելով այդ հիմնադիր բաժինները, այսօր էլ թանգարանը ունի այս հիմնադիր բաժինները, հա, հնագիտության եւ դրամագիտության բաժին ունի, որը այդ երկու բաժիններն են միասին, ազգագրության բաժինը, որը կրվում է Լիսիցյանի անունը, որովհետեւ Լալայանից հետո պետք է ասել, որ Լիսիցյանը մեծ դերակատարություն ունեցավ ընդհանրապես ազգագրական բաժնի կայացման գործում, նա առաջինն էր, որ նաեւ հատուկ նպատակաուղղված արշավներ արեց, հա, տարբեր հայկական շրջաններ եւ նպատակաուղղված հավաքելով դրանք հետո ցուցադրություններ վերածում, ընդհանրապես կազմեց նաեւ այդ հավաքելու, հա, մեթոդիկան, հա, հարցարանը, որը միջև հիմա կարծես ազգագրագետները կիրառում են եւ բավականին երկար աշխատում էր թանգարանում եւ բաժինը կրում է իր անունը, Լիսիցյանի անվան բաժինը ունենք այստեղ, ունենք նաեւ այս թանգարանագիտական կամ ժանդակ, հա, գիտական բաժինները, որոնք են օրինակ վերականգնման բաժինը, որը եւս ստեղծվել է դեռ Ղաֆադարյանի շրջանից, իհարկե քիչ հաստիկներով էին դրանք սկզբում, բայց հիմա կայուն բաժիններ են, այստեղ կա ցուցահանդեսային բաժինը, ցուցադրական բաժինը եւ վերջին շրջանում նաեւ ունենք այս մարքեթինգի եւ այլն այս ուղղությամբ նոր ուղղությունները, որը հիմա պետությունը որոշեց այլ կերպ լուծել այս հարցը, ստեղծեց մշակույթի զարգացման հիմնադրամ, որը այս գործառույթները պատվիրակվեց այդ հիմնադրամին, այսինքն այդ բաժինները հիմա այս դրությամբ չկա։ Տարիների ընթացքում թանգարանը բնականաբար զարգացավ, իր հավաքածուները շատացան, ընդլայնվեցին, հատկապես հնագիտական հատվածը եւ նաեւ էթնոգրաֆիկ հատվածը, այսօր թանգարանը արդեն ունի 400,000-ից ավելի հավաքածու, որը պահվում է հենց նույն հատվածում։ Պետք է ասել, որ թանգարանը զբաղեցնում է այս կառույցի, որտեղ գիտենք, կառույցը փոխվել է 1950-ականներին դրան ավելացվել է նախկին Արական գիմնազիային կամարաշար հատվածը եւ 70-ականներին վերևի այդ գմբեթային, հա, հատվածը, որտեղ այդ 3 թանգարանները այսպես տարբեր հատվածներում են աշխատում։ Հայաստանի պատմության թանգարանը զբաղեցնում է հիմնականում 20-ականների այն թևը, մի թևը Արական գիմնազիայի եւ 50-ականներին ավելացրած այս կամարաշար հատվածը ամբողջովին եւ գիտենք, որ 50-ականներին այս կամարաշարում մեկ այլ թանգարան էր գործում, Խորհրդային Միությունը իհարկե մեծ հույսեր ներշնչելով ժամանակին, որ սա կստեղծվի եւ կտանք պատմության թանգարանին, բայց այնտեղ ստեղծեց մի նոր թանգարան, որը կոչվում էր Հեղափոխության թանգարան։ Իհարկե դա մի կողմից լավ աշխատեց, մի կողմից ուրիշ բանի բերեց հետագայում, որովհետեւ այնտեղ այդ Հեղափոխության թանգարանը աշխատում էր եւ երբ որ մի պահ կար, որ հարց դրեցին, որ պիտի Երևանն էլ ունենա Լենինի թանգարան, եւ դա նախատեսում էր հենց այս թանգարանի դիմացը ներկայիս շատրվանների տեղում, մտավորականները խաղարկելով այդ հարցը, որ արդեն մենք ունենք Հեղափոխության թանգարան, մեզ պետք չի Լենինի թանգարան, ի վերջո հարցը այսպես լուծվեց, բայց նաեւ էլի այս հատվածը 90-ականներին միացվեց մեզ հավաքածուներն էլ հետը, որովհետեւ փակվեց Հեղափոխության թանգարանը 90-ականներին սկզբին եւ հավաքածուները կրկին Հայաստանի պատմության թանգարանում են։ Հիմա այդ կամարաշարի մեջ մեր հնագիտական հատվածն է, կարելի ասել թանգարանի սկիզբն է։ Այս 400,000 առարկաներից մեծ մասը իհարկե պահոցներում է։ Եվ այստեղ շատ բաներ այդպես ցուցադրական էլ չեն, դրանք ավելի շատ կոլեկցիոն հնագիտական հավաքածուներ են, որովհետև շատ կարևոր է սա էլ հասկանանք, որ հաճախ նաև այս հավաքածուները միայն ցուցադրության համար չեն պեղվում, դրանք նաև հենց գիտական նպատակներով են պեղվում եւ պետք է ամբողջական լինեն, որովհետև հուշարձանի սիստեմատիկ ուսումնասիրումը ենթադրում է նաև ամբողջական հավաքածուների կազմում։
Իհարկե ցուցադրության մեջ ընտրված են այն իրերը, որոնք պետք է առավել կարևոր կերպով պատմեն, ժամանակաշրջանի մասին եւ ընտրույթը ներկայիս դրությամբ թանգարանում 4000-ի չի հասնում, դեռ հուսով ենք, երբ որ ամբողջ մշտական ցուցադրություն ունենանք, գոնե 10%-ը կցուցադրվի, որը անշուշտ մեծ բան է նմանատիպ թանգարանների համար, որովհետև ոչ բոլոր թանգարաններն ունեն 10% ցուցադրելու հնարավորություն, բայց նաև պետք է հաշվի առնել, որ թանգարանը շարունակում է գործել իր պատմական շենքում, որ արդեն հուշարձան է, եւ ժամանակի ընթացքում բնականաբար գիտենք, որ պահանջմունքներն են փոխում թանգարանի հանդեպ եւ անընդհատ նոր տիպի գործունեության իրականացման հարցեր կան։ Այսօր փորձում ենք թանգարանում, եթե կարճ ասեմ, համադրել այդ նախկին եկող ավանդույթները, որպեսզի չտուժի, եւ նաեւ փորձել նորովի այսօրվա հայցելուների պահանջմունքներին, ինչքան որ հնարավոր է, ընդառաջ գնալ։ Ընդհանրապես հետ խորհրդային շրջանում երևի ամենալավ շրջանը չէր, չէ՞, իր զարգացման, ճիշտ եմ պատկերացնում։ Էլի ծանր տարիներ էին 90-ականներ, լույսի բացակայություն եւ այլն, եւ հետո էլ շատ երկար ժամանակով փակվեց վերանորոգման շենքի։ Հիմա ուզում եմ հասկանամ, ինչ փուլում ենք հիմա, այսինքն մշտական ցուցադրությունը ես գիտեմ, որ քո տնօրեն դառնալուց հետո սկսեց ակտիվ վերափոխվել, 0-ից սկսեցինք, այսինքն հին շրջանից նոր ցուցադրությունը բացում է, ուզում եմ հասկանալ հիմա ինչ չափով է ինքը պատրաստ, որ մասերն են բաց, ինչ եք նախատեսնում ապագայում անել եւ նաեւ անոնսենք այս օրերս բացվող հատվածը։ Շատ լավ, շնորհակալություն Սուրեն ջան, սիրով։ Տեսեք, հետխորհրդային տարիները իհարկե բերեցին որոշակի ճգնաժամային ընդհանուր իրավիճակներ, բայց նաև հնարավորություններ։ Երբ որ ես թանգարանի արխիվն էի նայում 90-ականների, շատ հետաքրքիր է, որ թանգարանը չի դադարեցրել իր գործունեությունը երբևէ։ Նույնիսկ այդ լույսի եւ երբ որ չկար լույս, չկար եւ այլն, թանգարանը ակտիվ ցուցահանդեսներ է արել։ Նույնիսկ նկարներ ունենք, թե ինչպես են վերարկուներով թանգարանում էքսկուրսիա վարում, ցուցահանդես բացում եւ այլն։ Եվ շատ մեծ ոգևորություն ա եղել իրականում այդ փուլում, այնպիսի թեմաներ ստեղ արծարծելու, որ նախկինում չկար։ Եվ թանգարանը, երբ որ նայում ենք, տասնյակ ցուցահանդեսներ արել այդ վատ իրավիճակում։ Իհարկե այցելությունների քանակը նվազեց այդ փուլում։ Ամենաբարձր այցելությունն էր, որ ունեցել է պատմության թանգարանը, դա 1980-ական թվականներն էր, հատկապես 1986 թվականը, եթե չեմ սխալվում, թանգարանը ունեցել է 260,000-ից ավելի այցելու։ Ինչը մեծ թիվ է, բայց ազգային թանգարանի համար այդքան էլ մեծ թիվ չի, մինչև այսօր էլ այդ ուղղակի ուրիշ վերլուծության թեմա է, երբ որ մենք նայում ենք ժողովրդագրական, տուրիստի, զբոսաշրջային տարբեր կտրվածքներով։ Սակայն 90-ականներին կտրուկ ընկավ այդ թիվը եւ թանգարանը նաև անցավ մեկ այլ վերանորոգման փուլ, միջև հիմիկվա վերանորոգումը, դա Լինսի, գիտեք, Լինսի հիմնադրամի միջոցներով թանգարաններում այսպես վերանորոգումներ էին իրականացվում եւ ամբողջ ցուցահանդեսը հավաքվել էր եւ 2000-ականների սկզբին փորձեցին թանգարանը նորովի բացել, մի քիչ փոխելով նախկին այդ ցուցադրական ոճը եւ նաեւ կահույքներ եւ այլն։ Այս ցուցահանդեսը երկար այսպես վերաբացվում էր մինչեւ 2000-ականներ, 10-ական թվականները կարծեմ արդեն կար ամբողջը։ Հետագայում 2020-ին, երբ որ ես նշանակվեցի որպես տնօրեն, միջև իմ նշանակումը նախատեսվել էր, որ թանգարանը պետք է ունենա նոր օդափոխության եւ ջերմախոնավային համակարգ, ավելի դրա շինարարական այսպես նախագծերն էլ կային արդեն եւ այլն, եւ ես առաջին իսկ իմ հանդիպումներից մեկը շինարարների հետ էր, որոնք ասացին պետք է 2 օրից եւ COVID էր, գիտեք, այդ ժամանակ թանգարանը նոր էր վերաբացվում, փակեր ահագին ժամանակ, ես որ բացել էի դռները, փորձում էի վերաբացել, մի 2 օր հետո եկան շինարարները, ասացին պետք է փակես թանգարանը։
այդ ամենամեծ շոկերից մեկն էր ինձ մոտ եւ ասացին մենք պետքա ժամկետով սկսենք աշխատանքը, մեզ տրված է 1 ամիս, 2 ամիս, թե ինչ չեմ հիշում արդեն փորձեցի բացատրել, որ թանգարանը այդքան շուտ չի փակվում եւ չի դառնում շինարարական հրապարակ, որտեղ ինձ համար շինարարական հրապարակը դա այնտեղ հավաքածու կա, որը պետք է շատ զգուշորեն հավաքվի, պահպանվի եւ այլն, միջև ինչ որ մի հատ գործ անես այնտեղ։ Եվ դրան այդ process-ը նաեւ համընկավ պատերազմական իրավիճակի հետ եւ ինչպես բոլոր թանգարանները մենք էլ պատերազմական իրավիճակին համապատասխան պետք է նաև այլ բանով զբաղվենք, հա, նախապատրաստենք էվակուացիոն, տարբեր process-ների, ինչը մեզ մոտ աննախադեպ էր, որովհետև պետք է ասեմ, որ շատ կարճ ժամանակի ընթացքում թանգարանը երբևէ չէր արել նման բան, իր հավաքածուների մոտավորապես 10%-ը արդեն նախապատրաստել էր էվակուացիայի, եթե ինչ-որ մի բան լիներ։ Իսկ այսօր գիտենք, որ պատերազմը մի քիչ այսպես մի տարածքով չի զարգանում, կարա լինի այսպես բազմաբևեռ, նույնիսկ կետային, հա, եւ մենք գտնում ենք հանրապետության հրապարակի սրտում, որը քաղաքական նաեւ կոնտեքստ է եւ մշտապես պետք է պատրաստ լինենք, այսինքն այսպեսի դժվար իրավիճակ էր ստեղծվել մի պահ եւ 2021 թվականին կներեք 2021-ին ընդհանրապես փակ էր թանգարանը, բայց մենք շարունակելով նախկին ավանդույթը երբևէ չդադարեցրեցինք թանգարանի գործունեությունը, նույնիսկ այլ տարածքներում ենք ցուցահանդեսներ անում, գիտաժողովներ, կրթական ծրագրեր, փորձելով մարդկանց մոտ այս բանը որպեսզի բան չլինի, էլի չհիմնավորի, որ թանգարանը փակ է, որովհետև սա մի ուրիշ հոգեբանություն է, երբ որ մարդիկ սովորում են, որ փակ է, երկար ժամանակ է պետք, որ նորից իրենց համար բացվի դա։ 2022 թվականից սկսեցինք վերաբացել թանգարանը եւ հնարավորինս նորովի վերաբացել, փորձելով պահպանելով այդ նախկին ղաֆադարյանական ավանդույթը, այդ պատմական ժամանակագրությունը պահելով, հա, որպեսզի մարդը կարողանա պատմությունը զգալ եւ դա կարծում եմ նորմ է բոլոր պատմության թանգարանների համար, որպեսզի մարդիկ հերթականությունը զգան ժամանակների, բայց նաեւ այդ ժամանակների մեջ թեմատիկ սկզբունքը զարգացնելը, որովհետեւ անշուշտ դու ժամանակը ներկայացնում ես, բայց ամեն ինչ չես կարող ներկայացնել դու ունես ֆրագմենտներ այդ ժամանակից, հատկապես օրինակ այնպիսի մի շրջան, որ ասենք եթե քարիդարն է, դրանք միլիոնավոր տարիներ են եւ դու ունես մեկ սրահ, որով ընդամենը մի քանի քարե գործիքներ, ֆրագմենտներ մնացած կամ կոչվի այդ հայտնի կոշիկը, հա, այսինքն դու պատմության թանգարանը պատմությունը պետք է կառուցես առաջին հերթին հավաքածուի հիման վրա, որովհետև թանգարանի յուրօրինակությունը իր հավաքածուի, իր պատմությունը հավաքածուի վրա է հիմնված։ Եվ այս փորձեցինք ամեն ժամանակի մեջ հավաքածուներից ելնելով շեշտել այն կարևոր երևույթները, որը մարդուն կփոխանցի այդ ժամանակի ոգին, հա, թե հատկապես օրինակ եթե բրոնզե դարը պարզապես պետք է խոսես մետաղագործությունից այնտեղ, բայց նաև օրինակ վաղ բրոնզե դարում նստակյաց արդեն բնակավայրերի առաջացումից Երևանի հատկապես Շենգավիթի մշակույթը, ընդհանրապես մեր մոտ բրոնզի դարը շատ շքեղ է իրականում էր հավաքածուն, ունենք այնտեղ արդեն երկաթե դար, Ուրարտու, հատկապես այդտեղ պետականության, հա, նոր մոդելների զարգացումը մեր Լեռնաշխարհում, որը բերեց հետագայում ընդհանրապես հայկական պետականության զարգացմանը, այս բոլոր ժամանակահատվածները այդպես մաս-մաս բացելով այսօր պետք է ասեմ ուրախ ենք, որ արդեն մայիսի 16-ին թանգարանային գիշերվա կոնտեքստում հերթական անգամ կվերաբացվի թանգարանի նոր շրջանի պատմությունը 20-րդ դարի առաջի տասնամյակների պատմությունը, որը մեզ համար մեկ այլ վերածնունդի մի ժամանակ է, որովհետև ստեղծվեց առաջին Հայաստանի առաջին հանրապետությունը եւ իհարկե շատ դժվարին էլի պատմական իրադարձությունների միջոցով, որոնք փորձել ենք մեր հավաքածուի հիման վրա բնականաբար պատմել այցելուին, բայց նաև այս կարևոր պետականության վերածննդի ժամանակաշրջանը ներկայացնել, որովհետև սա շատ հիմնակարն է նաև նոր շրջանի պատմության համար, որովհետև հենց այդ շրջանում ստեղծվեց այն պետությունը, որը մենք այսօր ունենք իրականում։ Այո։ Եվ այդ հիմքերը
Չքանով են տարածքը եւ ժամը հավաքածուն թույլ է տալիս, մենք փորձել ենք հաղորդել այն կարևոր դրվագների ձևով, սիմվոլների ձևով, որովհետեւ անշուշտ պատմության թանգարանն էլ դեռևս շատ անելիք ունի, ելնելով այն շրջանից, երբ որ ինքը կազմավորվել է, դա հիմնական խորհրդային տարիներն է, որը որոշակի նաեւ սահմանափակումներ էր դնում առանձին թեմաների հետ կապված, դեռ շատ նյութ անհրաժեշտ է հավաքել որոշ փուլերի հետ կապված, հատկապես նոր շրջանի, այս շրջանի հետ կապված, եւ ես հուսով եմ, որ ընթացքում անընդհատ հավաքվում է եւ այս ցուցահանդեսներում, նոր բացվող ցուցահանդեսներում էլ բոլոր հատվածներում մենք փորձում ենք նաեւ նոր ձեռքբերված նյութեր ցույց տալ, այդ ուղղությամբ էլ ենք աշխատում, ինչքան որ հնարավոր է նաեւ որպեսզի այցելուն լրիվ նոր նյութ էլ տեսնի եւ անշուշտ փոքր նաեւ տեխնոլոգիական լուծումներ ենք առաջարկում ցուցադրության մեջ, որը տարածքի բերումով շատ մեծ չի կարող լինել, բայց նաեւ թույլ է տալիս այդ թվային որոշակի բովանդակությունը ավելի հավաքածուները խոսեցնելու, այսինքն նմուշները նորովի խոսեցնելու, հատկապես դրանք անիմացիաներ են ստեղծված բնականաբար պատմական նյութի հիման վրա, նմուշների վրա եւ նաեւ այ վավերագիր նյութեր, օրինակ հետաքրքիր է, որ այս ցուցահանդեսում առաջին անգամ մենք կներկայացնենք մի այսպես վավերագրական ֆիլմ, որը վերջերս հասանելի է դարձել համացանցով, դա Harvard-ի, ազգային այդ բանը արխիվի այդ ամերիկյան ազգային արխիվում, ֆիլմն է, որը փաստորեն նաև պատկեր է տալիս, որտեղ մենք այդ պատկերներն էլ չունենք, պարզվեց էլի, մեր վարչապետի այնտեղ կա հանդիպումներ կա։ Ասեմ, որ գեներալ Հարբորդը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ուղարկված էր, որպեսզի տարածք ուսումնասիրի, որտեղ կար հայկական մանդատ ընդունելու չընդունելու հարցը։ Եվ այնտեղ, քանի որ ամերիկացիները եկել էին, իրենք ունեին նաև իրենց ֆոտոխցիկները, որով նկարել են եւ շատ տպավորիչ մի բան է, ընդ որում գունավորանման է կարելի ասել։ Որոշ բաները սեպիայի։ Այո, եւ ընդ որում միայն Երևանում չի, Կարսը կա, Ալեքսանդրապոլը կա։ Ալեքսանդրապոլը չէ, բայց Կարսն է երևի ուրեմն։ Կարսում նույնիսկ զորահանդես է։ Լորին կա, եթե չեմ սխալվում, դեռ լեռնային շրջաններ կա, ինձ թվում է հանգեր են գնացել նայել Ալավերդի։ Ավելի շատ եկել են այսպես Կոստանդնուպոլսով։ Պոլիսը կա, Կիլիկյան կա, Կիլիկիայի ոնց որ, չէ՞։ Մի հատված կա այնտեղ։ Շատ հետաքրքիր բան է, ձեր մոտ լինելու է, ներկայացված է լինելը։ Ամբողջական չէ, որովհետև ամբողջ ֆիլմը մի քիչ դժվար է ցուցասրահում դնել։ Հատկապես այն հատվածներ, որը հանրապետությանն են վերաբերվում, մենք փորձենք տեղադրել նյութերի հետ, որովհետև մեզ համար իհարկե այդ ֆիլմը հասանելի է ցանցում, մարդիկ կարող են տեսնել, բայց միջավայրը ուրիշ կլինի ձեր, մեր մոտ թանգարանը դրանով է հետաքրքիր, որ ունենք այդ էկլեկտիկայի հնարավորությունը, այսինքն բնօրինակ ցուցանմուշներ եւ նաեւ պատկերային, Տարբես այդ վեճը կա, էլի այդ բանավեճը կա, ինչքանով պետք է այդ բալանսը պես ինտերակտիվության եւ ավանդականի էլի, որովհետև մի գայթակղություն կա ամբողջությամբ գնալ այդ VR-ների, մուլտիմեդիա լուծումների, բայց նաև են հին մարդիկ չէ, նաև հին ձևը ցուցադրման դա իրական իրն է, այդ արտեֆակտն է, որ մենք ներկայացնում ենք, էլի այդ բալանսը շատ դժվար է, չէ՞, ինձ թվում է։ Այո, եւ նաեւ սա նաեւ մի կարևոր խնդիր է, որ մարդիկ ինչպես են պատկերացնում նաեւ թանգարանը այսօր, էլի, որովհետեւ եւ մասնագիտական ոլորտում եւ նաեւ ընդհանուր հանրության շրջանակներում թանգարանը ինձ թվում է մշտապես պետք է ասոցացվի իր բնական բնօրինակ հավաքածուների հետ։ Եթե այնտեղ չկան հավաքածուները, ինձ թվում է դա կարա դառնա ուրիշ բան, կրթական կենտրոն կամ մեդիա կենտրոն, ինչ ասեք կարող եք անվանել, բայց ոչ թանգարան, էլի, որտեղ թանգարանի առանձնահատկությունը կորում է այսօր։ Թեև կան նաև այդ digital թանգարանները եւ այլն, դրանք մի քիչ ուրիշ տիպի թանգարաններ են կամ թանգարանային եղանակներ են, բայց դասական թանգարանը, որ ունի հավաքածու, երբեք չի կարող իր հավաքածուն մերժել ինքը։ Ինչքան էլ որ դա գայթակղիչ է հանրության համար, մարդիկ ինձ թվում է միշտ մտնելու են այդ տարածք այն ակնկալիքով, որ իրենք հանդիպելու են անցյալի հետքերին եւ բնօրինակ հետքերին ամենակարևորը սա էլ պետք է շեշտենք, որովհետեւ եթե դու այնտեղ կոպիա կրկնօրինակ sense բան ցույց տվեցիր,
հաջորդ անգամ չեն գա այդ հաստատ կարող եմ ասել թեև դա էլ ընդունված է որոշ նորմերով որոշ չափի մեջ բայց հիմնական թանգարան գնալու մոտիվը ինձ թվում է մշտապես կմնա նույնիսկ այս ինֆորմացիոն հնարավորությունների շրջանակում հանդիպելու անցյալին իր բնօրինակ այս զգայական դաշտով որովհետև բացի տեղեկատվական մասը, որ այսօր արդեն երկրորդական է դառնում, որտեղ ի սկզբանե տեղեկատվականն էր, չէ՞ կարևոր։ Այսօր այդ զգայականն առաջին հերթին կարևորվում էլի մեզ համար, որովհետև ընդհանրապես զբոսաշրջությունն էլ է կարծում եմ դրա վրա հիմնված, ավելի շատ զգայական խնդիր։ Էմոցիաների վրա է ճիշտ է աշխատում։ Քանց թե այդ ինֆորմատիվը, որ այսօր համացանց այդ փայլուն լուծում է, էլի էս։ Հա, ճիշտ է։ Մի հարց էլ կուզենամ տամ, որովհետև նույն դեպս քո գալուց հետո մեր թանգարանի մոտ սկսվեց մի շատ հետաքրքիր փուլ, դա միջազգային համագործակցության փուլն է։ Կուզենամ մի փոքր ներկայացնեի մեր մոտից ինչ է գնում, ասենք շրջում աշխարհով մեկ եւ ինչ ենք մենք բերում։ Մենք բոլորս տեսանք Անահիտի այդ հայտնի պատմությունը, որը շատ նաեւ այսպես չես նեղանայարքի որ ասեմ, բայց PR տեսանկյունից է շատ փայլուն նյութ, որովհետեւ այսինքն այդ քանակի մարդ որ նկարվեց Անահիտի հետ եւ տեղադրեց իր սոցիալական ցանցերում, ասենք ոչ մի ցուցանմուշ չէր կարող ապահովել։ Կուզենա այդ փոխադարձ աճը երկկողմանի այս շարժումը մի հատ նկարագրես։ Ինչ ենք տանում, ինչ ենք բերում, եւ ընդհանրապես ինչ պլաններ ունենք ում այդ համագործակցել։ Շնորհակալություն Սուրեն ջան, սա այդ միջազգային կոնտեքստում նաև գնահատանքի համար, բայց պետք է ասեմ, որ թանգարանը դեռևս 70-ական թվականներից ակտիվ է եղել միջազգային, երևի թե թերևս շատ միջազգային համագործակցություն ունեցող հայկական թանգարանն է ինքը իր պատմության կոնտեքստում դեռևս Մորուս Հասրատյանից ժամանակներից սկսվեց հատկապես երբ որ մեր արժեքները դրսում էին ցուցադրվում տարբեր ցուցահանդեսների կոնտեքստում դրանք Եվրոպայում էին հիմնական շատ Եվրոպայում ցուցադրվել մեր տարբեր հավաքածուներ սկսած հնագիտությունից մինչև ազգագրություն իհարկե անկախության տարիներին էլ կային նմանատիպ ցուցադրություններ եւ հատկապես Ֆրանսիայում էր շատ հայտնի այդ 1 տարվա կարծես մի քանի տարվա այդ պրոյեկտը 2007-ին Լուվրում ցուցադրվեց եւ այլն բայց մեր դեպքում այս հատկապես 24 թվականից հետո մենք փորձում ենք իհարկե շարունակել այն ինչ որ եղել է եւ չենք շղթում եւ շատ կարեւոր հիմք է դա զարգացնելը բայց նաև մենք փորձեցինք ռիսկի գնացինք ավելի շուտ փորձեցինք որպեսզի նաև դրսից բերենք նմուշներ որը չէր եղել երբևէ թանգարանում ելնելով մի շարք հանգամանքներից բայց նաև շատ կարևոր էր այս դեպքում հա այս տիպի միջազգային բանը էլի արժևորումը թանգարանի որովհետև այլ բան է երբ որ դու հյուրընկալվում ես այլ թանգարանում, այլ կարգավիճակը, երբ որ դու ես հյուրընկալողը։ Սա թանգարանային աշխարհում էլ է, ինչ-որ մի քիչ նեղ մասնագիտական ասեմ, հա, շատ այսպես հարգի մի բան։ Թանգարանային քարտեզում դու ուրիշ կարգավիճակ ես ձեռք բերում այս առումով, որովհետև բոլորը գիտեն, որ դա շատ այսպես լուրջ եւ պատասխանատու մի գործ է եւ նաեւ հյուրընկալման ձևերն էլ են տարբեր այլ բանա երբ որ դու շրջիկ ցուցահանդես ես հյուրընկալում որը պատրաստի այսպես գաղափարով գալիս է ցուցադրվում գնում է այլ բանա երբ որ դու նոր գաղափար ես զարգացնում այս համադրության արդյունքում այ Անահիտի գաղափարը հենց այդտեղ էր մենք փորձեցինք այս յուրօրինակ մի գաղափար մայրության, հա, կոնտեքստում զարգացնել, անշուշտ մեղը ճիշտ էս PR կար այնտեղ, ես չեմ շղթում։ Ամենակարևոր բոլոր թանգարաններն էլ ունեն այդ խնդիրը, PR-ի խնդիրը որն է իրականում, որպեսզի մարդիկ ինչ որ մի նմուշով գայթակղելով գան ընդհանրապես բացահայտեն իրենց համար մյուս նմուշները թանգարանը, ընդհանրապես այցելեն թանգարան։ Այս առումով այ Անահիտի այդ բանը շատ օգնեց, որ նաև այս փակ թանգարանից հետո մարդիկ հասկանան, թե այնտեղ ինչ է տեղի ունենում։ Իհարկե ահագին բան էր տեղի ունեցել եւ նաև շատ հետաքրքիր էր, որ որոշների մոտ կամ նոր սերունդ, որը ինչ որ մի պահ չի եղել թանգարանում, իրենց այսպես աչքերը ավելի էին բացվում, ասում են
Այնտեղ բերված էր ընդհանրապես Անահիտի երկու նմուշները, մնացածը ամբողջը մեր հավաքածուներ, բոլորը գալիս էին այն հոգեբանությամբ, որ ոնց էս մեզանից վերցրել են եւ այլն, ոնց կլին, որը մերը լիներ լավ կլիներ բանման, եւ որ ասում ենք, որ մերն է, իրանք շատ ուրախանում էին, էլի այդ ոգևորությունը շատ էսպես ամեն ինչ արժեր, էլի, շատերի համար ասենք մեծ զարմանք էր, ոնց մենք այսքան բան ունենք, այս շատ կարևոր մի բան էր, էլի, մեզ համար, որ այս միջազգային գաղափար պրոյեկտը ինքը եւ օրիգինալ էր, օրինակ էր, որտեղ մեր գործընկերները նաև մեզ չեն համաձայնվել այդ նմուշները տալ, եթե մենք պարզապես ասենք, այ ուզում ենք բերենք այստեղ, որ մարդիկ գան, նաև այսպիսի տրամադրություն բան անի, որ հետ տվեք մեր արժեքները, sense բաներ էլ կա, չէ՞, հատկապես բրիտանական թանգարանը շատ զգայուն է։ Եվ ի սկզբանե մեզ այդ առումով բան էլ արեցին, այսպես ակնարկեցին, որ մի ժամանակ այդ ձեր մոտ ցույց է եղել, որ դուք պետական մակարդակով պահանջել եք դա, դեսպանատան արչև ցույց էր եղել, ինչ որ մենք մոռացել ենք իհարկե այդ մասը, բայց իրանք հիշում էին, որտեղ բրիտանական թանգարանը ինստիտուցիոնալ կառույց է, հիշողության կառույց է։ Եվ երբ որ ես այդ կուրատորին այսպես առաջարկեցի, եւ առաջարկն էլ շատ հետաքրքիր էր, մենք կանգնած ենք բրիտանական թանգարանում, այնտեղ համագործակցություն կար, մեր մոտից նմուշներ էին գնացել, 3 նմուշ էր գնացել եւ իրանք բռնել էին Արտաշատից գտնված այդ Արչակերտ պանոթը, համադրել էին այդ նույն գլխի հետ, նույն վիտրինայում էր եւ դրա դիմաց երբ որ կանգնած ես մեր այդ գործընկեր կուրատորին, որ այդ ժամանակ այդ Middle East Department-ի, այսինքն մեր ծառայելքի դեպարտամենտի ղեկավարն էր, իրեն ասացի, այ ինչ կլինի, որ մենք նայեմ մի այսպիսի պատմական հանդիպում կազմակերպենք Հայաստանում, հատկապես այս գլուխը հյուր գա մեզ եւ դրվի այ Արտաշատի մյուս նմուշների հետ այլ կոնտեքստում, այսինքն հատկապես հայերը շատ կարևոր այսպես մի հատ ավանդույթ ունեն մայրության գաղափարի հետ կապված եւ շատ են սիմվոլացնում սա, նույնիսկ մեր նորորյա դրամների վրա է հայտնվել, այս բանը, այս կուրատորը նայեց, ասաց, գիտեք, ասաց դա շատ դժվար կլինի, բայց իրագործելի բան է, լրացուցիչ պայմաններ կա, ձեզ բան կանենք, որովհետև գիտեք, ասաց բրիտանական թանգարանը զգայուն է այսպիսի թեմաների շուրջ եւ ձեր մոտ էլ, ասաց, եղել են նմանատիպ այսպես տրամադրություններ, որ վերցնենք չտանք մերն եւ այլն, էլի։ Այս բանը ես այստեղ ասացի, գիտեք, մենք ձեզ գաղափար կառաջարկենք, դուք որոշեք։ Մեզ այդ համագործակցում ենք, անում ենք, թե չէ։ Եվ ուրախություն մեզ մի քանի դեպարտամենտ էր անցել մեր առաջարկը եւ բնականաբար առաջարկում այսպիսին էր, որ պետք էր մի հատ գաղափարի մեջ ոչ միայն այս նմուշները, այլև մեր նմուշները, որոնք մի ամբողջ պատմություն կստեղծեն, սկսած նեոլիթից մինչև նոր ժամանակների մայրության այս գոնե մեր ընկալման եղանակը, հայկական ընկալման եղանակը, սա իրենց շատ դուր էր եկել, որտեղ ունենք այսպես գլոբալ մի թեմա մայրություն, բայց նաև լոկալ իր դրսևորումներով եւ ինչն է հետաքրքիր, այս գլուխը ոչ թե Middle East-ի պահպանության ներքո է, այնտեղ կան տարբեր դեպարտամենտներ, դա էլի հունա-ռոմեական դեպարտամենտի բանի մեջ է եւ շատ դժվար այնտեղ մի ուրիշ process էլ կա, որովհետեւ եթե մի դեպարտամենտը պայմանավորվում է մի բան, այլ իր դեպարտամենտի նմուշը չի, իրանք պետքա բանի մեջ ընկնեն, այսպես համագործակցության, բանակցությունների մեջ եւ այլն։ Եվ շատ ուրախ ենք, որ երկու դեպարտամենտն էլ ի վերջո եկել էին այն գաղափարին, որ այս Հայաստանի այս պրոյեկտը որպես նաև ինչ-որ առումով follow-up պրոյեկտ կարա զարգանա, այն վերաբերում է ինչա դուրս գնում, որովհետև գիտեք, Անահիտից հետո նաև Լուվրը ունեցանք, միջև հիմա էլի միջազգ գործում է, դեռ երկարացվել է, միջև հավանաբար մայիսի վերջ կունենանք Լուվրի հետ այս համադրողական պրոյեկտը։ Հայաստանից հատկապես շատ հետաքրքիր է վերջին տարիներին դրանից առաջ ավելի շատ գնում էր հին Հայաստանը որպես կոմպլեքս, հին Հայաստանը, այսինքն 2022 թվականին նույնիսկ այդպիսի մի մեծ ցուցահանդես եղավ Նիդերլանդների Դրենց թանգարանում, որը ճանաչվեց տարվա լավագույն ցուցահանդեսը, այնտեղ իդեան էլի հին Հայաստանն էր, սկսած
հնագիտական փուլից մինչև վաղ քրիստոնեություն, բայց ամբողջ մեխը կառուցված էր Նոյան տապանի այս գաղափարի շուրջ, դա էլ հետաքրքիր PR ակցիա է, դա իրանց PR ակցիան է, որովհետև եվրոպացիները համար պետքա դու մի պատմություն տաս, որը իրենց համար ծանոթ է, բայց այդ պատմության միջոցով փորձեն բացահայտել օրինակ Հայաստանի հնագիտությունը, որը բարդ է անշուշտ, նոր է անշուշտ, ես նաև պետքա գրավիչ լինի այս մյուս պատմության համար, շատ հետաքրքիր գաղափար էր իմիջայլոց, մենք էլ հետո follow-up արեցինք իրանց հնագիտական հավաքածուն, այսպես զուգահեռներ արեցինք նույն ժամանակի մեր հնագիտական հավաքածուների հետ, բայց նաև լինում են այսպես թեմատիկ ցուցահանդեսներ, որի շրջանակներում ոնց որ մենք մասնակցում ենք, օրինակ այդպիսի մի նախագիծ էր Մարկո Պոլոյի նվիրված մեծ ցուցահանդեսը Վենետիկի Դոժերի պալատում, որտեղ իրենց հրավերքով անշուշտ մենք 32 առարկա ներկայացրինք եւ Կիլիկյան եւ այդ շրջանի միջնադարյան հավաքածուները, նաեւ Անիից, Դվինից, այսինքն մի հետաքրքիր հավաքածու էր եւ ցուցադրական կոնցեպտն էլ շատ հետաքրքիր էր, դա Մարկո Պոլոյի աշխարհները, այսպես էր կոչվում, Դոժերի պալատով եւ դու ոնց որ մտնում էր իր այդ ճանապարհով գնում էր երկրներով եւ մի սրահ հենց Հայաստանն էր այնտեղ Կիլիկյան դրամներով էր ներկայացված եւ Կիլիկայով է անցել հետո եկել է ներկայիս Հայաստան եւ այլն եւ այստեղ Անից նմուշներ կային, Դվինից նմուշներ կային, շատ հետաքրքիր մի կոլեկցիա էր իրական եւ իդեան էլ շատ լավն էր, որովհետեւ դու ոնց որ Հայաստանի միջով անցնում էր, գնում էր, միջով հասնում էր Չինաստան, Շանհայից միջով նմուշներ կային այդ պրոյեկտում, էլի։ Ինքը Մարկո Պոլոյի այդ աշխարհները շատ հետաքրքիր նաև բան ուներ, որտեղ ոչ միայն պատմության, այլ մատենադարանից նմուշներ կար, Վենետիկի Սուրբ Ղազարից կար նմուշներ։ Այսպիսի նաև թեմատիկ հավաքածուներ են վերջին տարիներին, օրինակ հիմա երկու նմուշ ունենք Օմանի ազգային թանգարանում, այնտեղ իրենք ունեն խնկի, ասես մշակույթը ներկայացնող մեծ մի սրահ, մշտական միջայլոց սրահ, որտեղ իրենք պատմում են խնկի դիվանագիտության մասին։ Իրենց մոտ հետաքրքիր թեմա է եւ ունեն նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ լանդշաֆտ, որտեղ այդ խունկը կամ կնդրուկը, հա խեժը իրենց մոտ հատուկ մի մշակույթ է եւ բավականին կարճ համագործակցության արդյունքում որոշվեց, որ երկու բուլվարներ, մեկը Անիից, մյուսը Աշտարակի բուլվարը, ավելի ուշ շրջանի, հա, գնան եւ այսպես ոնց որ մշակութային երկխոսության ձևով իրենց այդ խնկի մշակույթի հետ 6 ամսով ցուցադրվեն, միջև հիմա կա այդ բանը եւ շատ հետաքրքիր մի իրավիճակ է այնտեղ այդ սրահում իրանց մշակույթն է այլ երկրներից կանոնեք Ճապոնիայից միջև կամ բանից ինչ որ խնկին վերաբերող նմուշներ կա եւ նաեւ Հայաստանը հա այսինքն մարդը այդտեղ մտնում է հասկանում է որ նաեւ մշակութային այսպես գլոբալ երևույթներ կան եւ ես ինձ համար սա շատ հետաքրքիր պատմելու ձև է հա երբ որ դու գլոբալ մշակույթի մեջ ես նաեւ ներկայացնում քո դերը քանց թե նաև ոնց որ մասնավորից ես գնում գլոբալ, որտեվ գլոբալ մշակույթները մի քիչ ավելի մարդկանց մոտ հեշտ ընկալելի են կամ ավելի փյարված են։ Այստեղ ավելի հեշտ է այդ գլոբալից գալ դեպի քեզ եւ նաև քո տեղը բացահայտել ինչ որ առումով։ Մի բան, որ մենք կարիք ունենք դրա, շատ ունենք դրա կարիքը այսօր, էլի, որովհետեւ այսօր հաճախ մարդիկ հենց այդպես են ընկալում քեզ, որն է եղել քո տեղը այս ամբողջ մշակութային բազմազանության մեջ։ Իսկ մենք մեր տեղը ունեցել ենք եւ ունենք, կարծում եմ, եւ շատ դեպքերում չպատմված է դեռ այս մեր պատմությունը տարբեր կողմերից։ Հա, չէ, շատ հետաքրքիր բաներ ես ասում։ Ես էլ իմ հարցերը ամբողջությամբ բանից կանխագուշակելով ամբողջը պատասխանում ես, ճիշտն ասած։ Մի հարց էլ կա, որ մի քիչ կարող է տեսական լինի մեր լսողների համար, բայց միշտ երբ որ դու աշխատում ես թանգարանում, միշտ կա այդ խնդիրը, որ ոնց կառուցես ցուցադրությունը, որ ինքը հասկանալի լինի եւ մասնագետ պատմաբանին, եւ զբոսաշրջիկին, որը նոր է գալիս եւ իր համար դա առաջի ծանոթությունն է, եւ դպրոցականին, որը սովորելու բանը եւ քո սովորական քաղաքացուն այցելուին, որը շատ բան գիտի, բայց ուզում է ինչ-որ մի նոր բան ստանալ, այդ ոսկի միջինը
ոնց գտնել էլի չգիտեմ կարող է հռետորական հարց եմ տալիս բայց չէ շատ պրակտիկ հարց եք տալիս ջան շնորհակալ եմ հարցի համար որովհետև սա հենց թանգարանային այս կուլիսների ամենակարևոր հարցերից մեկն է եւ երկար մի թեմա է եւ կարծես հավերժ թեմա է որովհետև այստեղ է թանգարանի հաջողությունը իրականում թանգարանը շատերը չեն պատկերացնում ինչքան տարբեր այսպես մասնագիտությունների մի հատ համալիր է եւ այս պատմություն կառուցելը բանը եւ նաեւ պահպանությունը հետազոտություն տարբեր գործընթացներ պահանջում է տարբեր մասնագիտական մոտեցումներ բայց այս մասնագիտական մոտեցումները միշտ այսպես հալած յուղի նման միասին այսպես մի առով չեն գնում միշտ կա բախում այո բախում եւ այս բախումներն են որ պետքա բերեն այդ ոսկե միջինը որովհետեւ առանց այդ քննարկումների առանց դիտարկումների առանց տարբեր տեսակետների հնարավոր չի կառուցել մի պատմություն որը կարող է տարբեր մարդկանց հետաքրքիր լինել անշուշտ ես չեմ ասում որ այն ինչ որ մենք ունենք պատմության թանգարանում իդեալական է որովհետեւ ոչ մի թանգարան դեռևս չի հասել այդ իդեալական մոդելին, որ բոլորի համար հասկանալի լինի եւ թանգարանները ինչքան հնարավորություն կա հիմա օգտագործում են, սկսած հեքիաթներից մանկական միջև, չգիտեմ, AI, հա, կամ արհեստական բանականություն եւ բոլորը նաեւ հենվում են իրենց ունեցած ռեսուրսների վրա, որտեղ դա էլ է շատ կարեւոր, հա, թանգարանի համար պատմության թանգարանը փորձում է հնարավորինս իր ռեսուրսները այնպես աշխատացնել, որ դա իր նպատակին հասնի անշուշտ դեռևս ունենք այս առումով խնդիրներ տարբեր լսարանների հասնելու համար փորձում ենք տարբեր նաև միջոցառումներ զարգացնել զուգահեռ ցուցահանդեսների որ օրինակ նաև տարբեր սերունդների այցելուներ կարողանաների համար մարսելի լինի էլի այս ամբողջ ներկայացված նյութը բայց այդ հարցը շատ կարևոր է ինչպես անելու հարցը շատ կարևոր է որովհետև դա մշտապես այսպես յուրօրինակ լուծում ունի թանգարանից թանգարան եւ հիմնական տեխնոլոգիան այս մասնագիտական համագործակցությունն է կամ նույնիսկ բախումները հա որը շատ կարեւոր է որովհետեւ մենք այս վերջին այս վերաբացումների մշտապես դրա մեջ հանդիպում ենք այսպիսի հա իրավիճակների երբ որ օրինակ հնագետ ուզում է իր ամբողջ հավաքածուն այնտեղ ցույց տա կամ էքսկուրսավարն ու կամ յուսը ասում են բայց այդքանը չենք կարող այդպես անել հա կրթական մասը հա որովհետև մարդիկ այդքան օրինակ միայն խեցեղեն չեն կարող նայել հա կամ կարող են նայեն չտեսնեն ինչ որ ուզում եք ասեք հա այս միշտ բաներ միշտ լինում են բաժիններ կան այսպես գիտական եւ կան նաեւ թանգարանագիտական բաժիններ որոնք փորձում են հնարավորինս գտնել այդ լուծումները ոնց ներկայացնես որ օրինակ իրը կարողանա հասանելի լինի եւ մենք իրավիճակներ ենք շատ ունեցել օրինակ նույն նյութը նախքին ցուցահանդեսում ներկայացված է եղել մարդը եկել մեզ ասում է գիտես ես նախքինում եղել եմ բայց այս նյութը չեմ տեսել չի եղել ասում ենք եղել է մշտապես ասում է չէ ոնց որ ես եղել եմ բայց չեմ տեսել այստեղ մենք հասկանում ենք որ այդ ցուցահանդեսը այստեղ խնդիր է ունեցել այդ ժամանակ հա որովհետեւ որոշ նյութեր պետք է առանձին ցույց տաս որոշները միգուցե խմբի մեջ ցույց տաս հա որպեսզի իրենք ընկալելի լինեն մենք այդ մեր սրահներում փորձում ենք նաև այդ տարբեր մեթոդները կիրառել որ օրինակ եթե ինչ որ մի եզակի բան է ինչ որ հատուկ ձևով ցուցադրվի կամ թեմա է որը հատուկ ձևով կարելի է ցուցադրել բայց նաև օրինակ ինչ որ մի երևույթից ավելի շատ նյութ է կարելի է դա խմբային ցույց տալու համար դրա այդ մասսայականությունն ու մասշտաբայնությունը այս հարցը այսպես մի հատ հավերժ հարց է ասում որին կարող եմ պատասխանել որ փորձում ենք համագործակցությամբ քննարկումների դեբատների միջոցով գալ այս ոսկե միջինին ինչքանով է դա ստացվում դա արդեն մեր այցելուները գնահատեն ավելի ինչապա մնայ այս հարցը ուզեցի տալ որպեսզի մեր լսողներին եւ դիտողների ուշադրությունը դրա վրա շտեվերեմ որտեվ այցելուն գալիս է եւ տեսնում է միայն ցուցասրահ եւ թվում է թե ընդամենը հանել են պահոցներից նյութը դրել են
դրել են տակը վերնագրբաներ, այդ բացատրական նյութը ու վերջ դրանով ավարտվում է։ Ուզում եմ որ հասկանանք, որ դրա ամբողջ մի նմուշի հետևում շաբաթներ, քննարկումներ, լույս, տեղադրություն, կոմպլեքս ներկայացնել, առանցին դնել սենյակի որ մասում դա տեղադրել շատ բարդ գործ է։ Ես դա այդ հարցը տվեցի ավելի շատ ընդգծելու համար ձեր կատարվող աշխատանքը, ընդհանրապես թանգարաններում կատարվող աշխատանքը եւ նաեւ եւս մեկ անգամ կոչ անելով մեր լսողներին գնալ թանգարան, գնալ այցելել թանգարան։ Ճիշտ է դա հարմար Սուրեն ջան, որտեվ մարդկանց մոտ հենց այդպես էլ թվում է հաճախ օրինակ այս Անահիտի ցուցահանդեսի ժամանակ չեմ մանրամասնի, բայց նաև դեպքեր եղան, որ նույնիսկ այսպես առաջարկների ձևով պաշտոնական առաջարկներ դիմում էր եղել, այ բերեք այդ գլուխը տանենք օրինակ Գառնիի տաճարի մեջ դնենք ցույց տանք։ Իհարկե իրանք մտածում են, որ կարելի է հանգիստ այդ նմուշը վերցնել այդտեղից, տանել այնտեղ դնել, էլի, ինչա տեղի, ինչ կարա լինի, էլի, ուղղակի, բայց իրականում դրա հետևում շատ մեծ աշխատանք կա եւ նույնիսկ մարդիկ չեն պատկերացնում, որ դու այդ ինչքանով էլ քո թանգարանը, ասենք այդ ուրիշ թանգարանի նմուշին դու իրավունք չունես նույնիսկ դիպչելու, որովհետեւ իրանք միայն իրավունք ունեն իրանց նմուշին դիպչելու։ Նույնիսկ այսպիսի բաներ կա, որ մարդկանց մոտ դժվար է հասկանալ, օրինակ կամ կոշիկի մոտ մենք օրինակ դրեցինք կոշիկի կոպիան, իհարկե կրթական նպատակներով իհարկե, բայց շատ իրական լավ կոշիկի ընկերություն արեց, մեր գործընկերը Արմոս ընկերությունը արեց, դա կրթական կոնտեքստ էր իհարկե, բայց նաև այս մյուս կոնտեքստն էլ կա, թե ինչ է լինում նմուշի հետ եւ անդադ մարդիկ ձեռք են տալիս։ Մինչ որ մի քանի ամիս հետո այդ կոշիկից մնացել էր շատ քիչ բան եւ ստիպած այդ ընկերությունը նորը պատրաստեց դրեց այդ։ Սա շատ կարեւոր նաեւ կրթական կոնտեքստ է, թե մենք օրինակ ինչ ենք նաեւ այս պահպանության կոնտեքստը շեշտում, որ մյուս սերունդների համար էլ սա դառնա էլի ակտուալ, որտեվ մեզնով չի սահմանափակվում թանգարանը։ Դավիթ ջան, մի թեմայի կա, չգիտեմ, կուզենաս խոսես թե չէ, արդեն դե որոշի։ Ես հիշում եմ, որ կար խոսակցություն ամբողջ շենքը թանգարանին տրամադրելու վերաբերյալ, որ պատկերասրահը պետք է, ազգային պատկերասրահը պետք է գնար այլ շենք, եւ ես կարծում եմ, որ դա երևի իմ, ասենք, որպես նաև թանգարանի ինչ-որ չափով առնչություն ունեցող մարդու հետ իմ կարծիքով դա կներ լավագույն լուծումը, այսինքն մեր երկու մեծ կարևոր թանգարաններ իրերից կազատվեն, բան կանենք, անջատվեն եւ կազատվեն։ Ես սխալ բառ օգտագործեցի, բայց միգուցե տվյալ պարագայում երևի տեղիներ։ Ինչ փուլում է կան նման խոսակցությունը, թե ինքը մի շրջաններ եղավ եւ կանգ առավ։ Դա մի շրջանում է եղել, իրականում այդ ժամանակ ես չեմ եղել թանգարանում։ 18-19 թվականներին էր։ Չեմ եղել, այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ նման բան չի քննարկվում, ավելի շատ քննարկվում է ինչ հնարավորություններ կա տարածքի ընդլայնման։ Հատկապես վերջերս նաև երևի մեդիայով էլ գնաց այդ գաղափարը, որ քննարկվում է հատկապես այդ հրապարակի ներքին հատվածներում արկա հին շերտերը նաև ինչ-որ ձևով բացել, վերականգնել եւ ծառայեցնել թանգարանային կարիքներին անշուշտ սա էլ է լուծում, ինչ-որ ձևով կարող է ինչ-որ մեղմացնել այս տարածքային խնդիրը, միջև կհասկանանք ինչ եւ պետք է ասել, որ սա ունի երկու այսպես կողմ։ Պետք է ուղղակի հասկանանք, որ թանգարանը հենց այդ շենքում է ծնվել եւ այդ շենքը այդ պատմության մի կարեւոր մասն է եւ բոլոր ինստիտուտներն են այդտեղ ծնվել, այսինքն այնպես չի, որ մեկին օրինակ հեղափոխության թանգարանը այդպես բերել էին, արհեստական դրել էին, ինքը չապրեց, բայց մնացածը էլի այդ շենքում են ծնվել եւ ուզում են այդ շենքում ոնց որ դրված է եղել իր իդեան։ Սա շատ կարևոր խնդիր է։ Այսօր թանգարանները նաև գնում են այդ extension-ների ուղղությամբ, էլի, այսինքն բացի այն, որ իրենց պատմական ազգային թանգարանը, որտեղ ոչ միայն մեզ է վերաբերում խնդիրը, էլի, այսինքն տեսեք 19-րդ դարից եվրոպական շատ կենտրոններում ստեղծել են այդ ազգային թանգարանները, որոնք այսօր բնականաբար խնդիր ունեն, որտեղ այդ շրջանի թանգարանը ուրիշ էր, այսօրվա թանգարանը ուրիշ է։
եւ փորձում են իրենց տարածքային ընդլայնումը անել extension-ների միջոցով։ Դրանք կամ այսպես այլ հատվածներում ստեղծված կառույցներ են, որոնք մասնաճյուղեր այլ հատվածներում, որոնք դառնում են կոնսերվացիոն կենտրոններ, դառնում են պահպանական հատվածներ եւ նաեւ այդ տարածքների ֆոնդային մասը այսպես ապակենտրոնացվում է եւ այսօր ճիշտ էլ չի որ ամբողջը մի տեղում պահվի։ Սա էլ է շատ կարեւոր, դա սկսած բրիտանական թանգարանից միջև օրինակ անցած տարի ես Պրագայի ազգային թանգարանում եմ, իրենք էլ են կիրառում, հաճախ դրանք այսպես տարբեր քաղաքներում հին պատմական կենտրոններ են, որոնք ավելի նպատակային է կիրառել հենց թանգարանային նպատակներով, դրանք դառնում են այսպես կարելի ասել կոնսերվացիոն, ռեստավրացիոն, նաև սահմանափակ ցուցահանդեսային հատվածներ, բաց ֆոնդերի կոնտեքստով են դառնում եւ պահպանության հարցն է լուծվում եւ նաև դրանց ցուցադրման կոնտեքստն է դրվում։ Բայց բոլոր թանգարանները աշխարհում հակված են որպեսզի իրենք լինեն այն տարածքում որտեղ ստեղծվել են, որտեղ այդ տարածքը իրենց պատմության ամենակարևոր մի մասն է եւ այդ իդեան իր ամբողջության մեջ նաեւ ներկայացնելու բանն է, որովհետեւ ել եմ ասում են հիմնադիր գաղափարը, որ թանգարանը ունի, դա ժամանակի ընթացքում դառնում է իր ցուցանմուշներից մեկը։ Հաճախ այսօր կտեսնեք նաեւ թանգարաններ, որոնք նոր են ստեղծվել եւ դրանք արդեն ստեղծվել են հատուկ ճարտարապետությամբ, օրինակ այդ Լուվր Աբու Դաբին եւ այլն, պատկերացրու գա մի պահ, որ ասեն չէ, այս հավաքածուները ստեղից հանի, ստեղ ուրիշ թանգարան բեր կամ ուրիշ բան, ամբողջ գաղափարը ուղղակի ինքը խեղվում է այս դեպքում, էլի։ Դրա համար կամ լուծումը այսպես է, կամ նոր այսպես ճարտարապետական լուծումներով ընդլայնվում է եւ այսպիսի փորձ կա աշխարհում, գիտենք հայտնի այդ Լուվրի բուրգը, չգիտեմ, մետրոպոլիտենը արեց, բրիտանականը արեց եւ նաեւ հաջորդ մեթոդը նաեւ է նա, որպեսզի նաեւ ունենանք հատուկ extension-ներ, թանգարանային extension-ներ, պահպանելով իր կենտրոնական, ցուցադրական այդ ամբողջ համալիրը մի տեղում։ Մեր մոտ թանգարանային մշակույթը մի քիչ ավելի շատ ելնելով երևի մեր պատմական իրավիճակից ավելի այսպես հարմարեցման այս կոնտեքստում է միշտ եղել, մենք միշտ փորձել ենք հավաքածուները հարմարացնել շենքին, հա։ Եվ նույնիսկ եթե շենքել է ստեղծվել, հաճախ հաշվի չեն առվել լիքը բաներ, որովհետև այլ եմ ասում, դա հատուկ մշակույթ է, այսինքն այսօր թանգարանային ճարտարապետությունը առանձին ուղղվածություն ունի։ Բայց ինձ թվում է հուսով եմ կգա մի ժամանակ եւ նաեւ տեսնում եմ որոշակի այսպես լավ ազդակներ, որ մենք նաեւ այս թանգարանային ճարտարապետության, հետաքրքիր մեր եղանակները կբերենք եւ կդնենք մեր մոտ, դա կարող է լինել երկու ուղղությամբ, կարծում եմ համագործակցության, որ սա աշխարհը դրան գնում է, հայտնի ճարտարապետների հետ համագործակցություն, բայց նաեւ ինչու՞ չէ, մեր ճարտարապետները միգուցե այդ փորձը մարսելով այստեղ կկարողանան այսպես տեղայնացնել դա, որովհետեւ այսօրվա այս ինտենսիվ, մշակութային կյանքը շատ աշխարհի մակարդակով շատ հետաքրքիր նաև հնարավորություններ է ստեղծում։ Այսպես ասեմ, դեռևս ապագայի հարց է այս հարցը լուծելու։ Դավիթ ջան, շատ շնորհակալություն։ Ես նաև միջև մենք վերջացնենք մեր հաղորդումը, ես ելի կոչ կանեմ մեր լսողներին եւ դիտողներին մայիսի 16-ին թանգարանների միջազգային օրն է եւ թանգարանային գիշերն է Հայաստանում, անպայման այցելեք Հայաստանի պետական թանգարան եւ ականատես լինենք միասին, ես էլ կգամ անպայման առաջին հանրապետության շրջանի եւ 20-րդ դարի սկզբի հայոց պատմության նվիրված հատվածի բացմանը եւ ընդհանրապես գնացեք թանգարաններ, դա շատ հաճելի եւ շատ օգտակար ժամանակ անցկացնելու կրթվելու միջոց է։ Ես շատ շնորհակալ եմ, ջան, բավականին լավ խոսեցինք, այս ուղղությամբ։ Սիրով հրավիրում եմ նաև այս
մշտական հերթական հատվածի վերաբացմանը թանգարանի եւ ես էլ սիրով նաեւ կոչ եմ անում այցելել թանգարաններ սա մի մշակույթ է որ մեր մոտ կարևոր է շատ զարգացնել մարդկանց առօրյայի մաս պետք է դառնա իրականում սա որը ցավով եմ լսում դեռևս այդպես չէ Եվ նաև Հայաստանի պատմության թանգարանում այս տարի ունենք էլի բավականին հագեցած ծրագիր, ոչ միայն վերաբացումներ, այլ նաև միջազգային նախագծեր, առաջարկում եմ հետևել, հետևել սոցիալական ցանցերին եւ մշտապես սիրով կսպասենք, որովհետեւ մեզ համար դա շատ կարեւոր է, որովհետեւ ինչ որ անում ենք հենց որպեսզի այցելուները այցելության համար են անում, որպեսզի այցելուները գան, տեսնեն եւ նաեւ մեզ հետաքրքիր է թե դա ինչ արդյունք ունենա։ Շատ լավ, Դավիթ ջան, վերջի հարց ունեմ ավանդական։ Ինչու դու որոշեցիր, որ պետք է դրանով զբաղվես։ Ինչու այլ ոլորտ չգնացիր, քիմիկոս, ֆիզիկոս, այլ ոլորտներ գնաց, որտեղ հիմա շատ վատ նաեւ տենդենս կա, չէ՞, մարդիկ ավելի շատ այդպես բնագիտական ճյուղի վրա են հիմնվում եւ ասենք հասարակագիտությունը այտենց բանը արվում էլի, անտեսվում է եւ թերագնահատվում է։ Մի քիչ քո մասին պատմի, ինչի որոշեցիր, որ թանգարանագիտությամբ պետք է զբաղվես։ Շատ լավ հարց է, Սուրեն ջան։ Ես էլ եմ մեկ մտածում այս ուղղությամբ, որովհետեւ պետք է ասեմ, որ դա այդպես ստացվել է։ Ի սկզբանե ավելի այսպես ժամանակակից մասնագիտություններ էի, ավելի դիվանագիտություն, արևելագիտություն, դրա մեջ էի ավելի շատ ինձ պատկերացնում, բայց իհարկե մեր տանը մշտապես եղել է այդ մշակույթի հանդեպ հատուկ վերաբերմունքը եւ այլն, եւ ասում չկա որևէ այսպես իրավիճակ, որ չունենա դրական եւ բացասական կողմերը, երբ որ կար ժամանակին մի համակարգ, երբ որ ընդունվում էր մի տեղ, երբ որ բալերը չէր իքում, գնում էր մի ուրիշ տեղ, այնպես ստացվեց, որ ես արևելագիտության այդ հատվածում էի դիմել, այդ մեծ մրցակցություն կար ժամանակին, ինչ որ մեկ բալ չէր հերիքել, թե ինչ ես այսպես փոխանցման կարգով հայտնվեցի մանկարժական համալսարանի թանգարանային գործ եւ հուշարձանների պահպանության բաժին, որը նոր էր բացվել, առաջին անգամ էր ընդհանրապես մեր մոտ այդպիսի բաժնի գոյությունը, սկզբից փորձնական որոշեցի գնալ հասկանալու համար, որովհետեւ գայթակղիչ պահ կար, թանգարաններ հետաքրքիր է եւ այլն Հետո շնորհիվ նաև իմ դասախոսների պետք է ասեմ, որ իրենք կարողացան ինձ մտցնել այս ոլորտ, որովհետև անշուշտ դա շատ բարդ բան է եւ շատերը չէ, որ մի անգամից մտնում են այնտեղ, մանավանդ ասենք ինչ որ շատ գրավիչ պայմաններ չկա, բարձր աշխատավարձներ չկա այնտեղ եւ այլն, ամենաշատը հոգեվոր, այսպես մեծ կապիտալ կա, մշակութային մեծ կապիտալ կա, որը անշուշտ միշտ հետաքրքիր է եւ մարդկանց միշտ պահում է, երևի թե այդ ներուժն է պահում, ոլորտում։ Ինձ մոտ այդպես ստացվեց, որ ես մտա այդտեղ, սկզբից փորձեցի մասնագիտական առումով աշխատել, հետո նաեւ հետազոտական առումով, լրիվ նոր մի ոլորտ փորձեցի ժամանակ թանգարանագիտություն, ուսումնասիրել, երկար դժվարություններից հետո ստացվեց նաև իմ թեզը պաշտպանել, թանգարանային հաղորդակցության ոլորտում, որը մի քիչ հետաքրքիր է այս առումով, որ ոչ թե պատմական գիտությունների կոնտեքստում էր, այլ մանկավարժական գիտությունների կոնտեքստում, որովհետև սա էլ է հետաքրքիր, որ շատ դեպքերում ընդունված է, որ դա պետք է պատմական լինի, բայց իրականում թանգարաններ այնքան գլոբալ են եւ տարբեր թեմաներ ունեն, որ ինձ թվում է կրթական, մանկավարժական բանը ավելի գլոբալ, ավելի այսպես բոլորի համար նպատակային է եւ ընդհանրապես թանգարանները կարծում եմ հանրային կրթական մեծ առաքելություն ունեն էլի այս առումով Եվ բավականին տարիներ եւ նաեւ դասավանդում էի բավականին ժամանակ հենց թանգարանագիտություն այս բոլորը երևի թե բերեց նրան որ ես դեռևս ոլորտում եմ
Հա, շնորհիվ եւ շնորհակալություն մեր ուսուցիչներին, հա։ Ես միշտ դա շեշտում եմ, որ մենք այն ենք ինչ որ մենք կանք շնորհիվ մեր ուսուցիչների։ Մեծ շնորհակալություն ես կասեի, որովհետեւ գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ ուսուցիչները նաև դառնում են այսպես գործընկեր եւ միասին գործ է արվում, այստեղ է որ դու անկախ քեզանից մի օր բացահայտում ես, որ այ իրանք այս մեթոդներով քեզ պահեցին այս դաշտում։ Հա, այստեղ է ամբողջ այս բացի այն որ լսարան, դասախոսություն եւ այլն, նաև կա այս մյուս մոտեցումը, երբ որ ինչ որ համատեղ ջանք է դրվում, որտեղ մարդիկ հետո զգում են, որ այդ ջանքը ինչ որ արդյունք կտա կամ չի տա կամ ինչ որ տեղի ունենում, ամեն դեպքում արդեն դառնում է շատ կարևոր քո կենսագրության կարևոր մի մասը։ Եվ ես շատ շնորհակալ եմ իմ ուսուցիչներին այս առումով։ Եվ ասեմ որ դա փոխադարձ է, որովհետև երբ որ մանուններ տալ, որպեսզի որ կարող մոռանա, սա է։ Ու նաև ես նաև ես վերջերս եմ սկսել զգալ, երևի տարիքի հետ էս դա սկսում զգալ, ինչքան փոխադարձ է այդ ամեն ինչ, ինչքան մյուս կողմից դու ես քեզ լավ զգում, երբ որ քո աշակերտները, քո ուսանողները ինչ որ մի փուլում հասնում են քեզ, անցնում են քեզանից եւ դու հասկանում ես, որ դու այդ ջանքը, որ դու ներդրել ես այդ մարդու մեջ, անիմաստ չի։ Եվ կարծում եմ, որ ոչ միայն մենք պետք է շնորհակալ լինենք մեր ուսուցիչներին, նաեւ շնորհակալ պետք է լինենք մեր աշակերտներին եւ ուսանողներին, չէ՞։ Այո, որովհետեւ դու էլ ես սովորում ընթացքում եւ կյանքը անդադ փոխվում է։ Ես այսօր իմ նախկին ուսանողներից շատ բան նաև ինքս եմ փորձում սովորել, որովհետև իրենք ինձ համար նաև հետաքրքիր օրինակ են, թե նաև ինչպես կարող է այդ քո տված գիտելիքը հետո զարգանա, դառնա այնպիսին, որ դու դրանից նաև օգուտ քաղես։ Եվ սա շատ նորմալ է, կարծում եմ, եւ հատկապես արևմտյան շատ ակադեմիական համակարգերում է շատ ընդունված, որ դու ինչ որ փուլում սովորող ես, ինչ որ փուլում դառնում ես այսպես հետազոտող, ինչ որ փուլում արդեն կարևոր գործընկեր եւ ինչ որ փուլում արդեն դու ես դառնում սովորացնող։ Այսինքն սա շատ նորմալ գործընթաց է եւ եթե այս ցիկլը նորմալ է աշխատում, մենք հետո ունենում ենք դպրոցներ, ունենում ենք զարգացում, ունենում ենք առաջընթաց, որովհետև սիստեմներն ու դպրոցներն են առաջ տանում, անհատները ճիշտ է կարևոր դեր ունեն իրենք, բայց անհատների հետ կապված սովորաբար ամեն ինչ այսպես ավարտվում է իրենց հետ, եթե անհատական է ամեն ինչ։ Ես շատ կուզենայի, որ մեր մոտ այդպիսի սիստեմներ ու դպրոցներ շատ լինեն, շատ աշխատեն, շատ գործեն, էլի, որպեսզի որովհետև դրանք ավելի հզոր եւ ապագային նայող համակարգեր են, քան թե այսպես կոնկրետ անհատները։ Հա, համաձայն եմ քո հետ Լեովին եւ այս հույսով ավարտենք մեր հաղորդումը, շնորհակալություն այն ամեն ինչի համար, որ անում ես եւ հաջողություն Հայաստանի պատմության թանգարանին, որտեղ ինքը իրոք ինչպես եւ նշեցիր, մեր ազգային սիմվոլներից մեկն է։ Շնորհակալություն Սուրեն ջան, շնորհակալություն հնարավորության համար այսօր մեր սիրելի թանգարանի մասին խոսելու արդիվ եւ նաեւ շնորհակալություն այն առիթի համար, որ նաեւ փորձեցի ինչ որ ձևով մտածել նաեւ կամ միասին մտածեցինք նաեւ որոշ շատ կարեւոր հարցերի շուրջ, որոնք անշուշտ շատ ժամանակ չի լինում պրակտիկ, հա, աշխատանքների ժամանակ հատուկ մտածել դրա շուրջ։ Այո։ Շնորհակալություն։